Մեր կինոն իրականը Մաֆիադորի նկարահանման հրապարակում յուրաքանչյուրը պետք է դրսևորի իր դերասանական վարպետությունը։ Թե ում կհավատան իսկ ում ոչ, ցույց կտա խաղը։ Նկարահանումը սկսված է։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարև ձեզ, ողջունում եմ ձեզ, Monk 3 YouTube-յան ալիքը ներկայացնում է Մաֆիադոր խաղը և դուք հիմա այս պահին գտնվում եք Մաֆիադորի նկարահանման հրապարակում, ես ռեժիսորն եմ Եգոր Գլումովը, իմ անունը և ազգանունը տիտրերով մեծ գրված է լինելու, տեսնենք ձեր անունները ինչպես է գրված լինելու և ում անունները ավելի փոքրիկ տառերով, ում անունները այսպես սև ռամկա ինչպես է հայերեն, շրջանակի մեջ Այո, ամեն ինչ կախված է լինելու ձեզանից և ձեր խաղից։ Հայկ Մկրտչյան չի հասկանում այն մարդկանց, որոնք չեն ուրախանում հայրենակիցների հաջողություններով։ Իրեն ֆեմինիստ տղամարդ է համարում։ Եվա Ղարիբյան լավ բլոգի անհրաժեշտ բաղադրիչ է համարում երևակայությունը։ Տխրության դեմ պայքարելու իր մեթոդն ունի։ Ուղղակի քնում է։ Նարեկ Բաբայան գիտի, թե մարդիկ ամենաշատն ինչն են երազում տեսնում։ Գիտի նաև, թե որ երկրում են ամենաշատը վճարում էլեկտրաէներգիայի համար։ Շատ բան գիտի իրականում։ Համարյա հայկական Ալեքսանդր Դրուս։ Վարդան Վարդանյան վախենում է ոչ թե մեշոք պապիից, այլ կոմունալներից։ Միջև կոմունալներ մուծելը սիրել է ձմեռը, ձյունը, ցուրտը։ Հիմա էլ չի սիրում։ Արամ Հունանյան չի վախենում խոսել տարբեր երևույթների բացասական կողմերի մասին։ Սան Ֆրանցիսկոյում հայկական խաչի փնտրտուքներով է զբաղվել։ Գտել է։ Հեղնար Շալունց ոգեշնչման աղբյուրը առողջ սնունդն է։ Գորիսից Մասիվ անցումը հարթ է եղել անտարբեր չէ երրորդմասցիների նկատմամբ։ Աբրահամ Բաբիկյան ազգային ուտելիքը ազգային ինքնության դրսևորություն է համարում։ Տիրապետում է հավկիթների ներկման բոլոր գաղտնիքներին։ Քրիստինա Բոստանջան իր զենքը լուսանկարչական ապարատն է համարում, բայց չի սպանում, հակառակը անմահացնում է։ Հիմա նախ եկեք ծանոթանանք յուրաքանչյուրդ ներկայացեք, պատմեք թե որտեղից եք հայտնվել մեր կինո հրապարակում եւ ինչ երազանքներ ունեք կինոյի հետ կապված։ Վարդան, սկսենք ձեզանից։ Սկսենք։ Ես Չեխիայում էի, որ զանգեցին ինձ։ Գնացել էի ձիերի մրցումների իմ ձիով։ Երևանից ձիով գնացել եք Չեխիա։ Հա։ Կենթաներ մնացեք ձին։ Չէ։ Պարզա։ Մոտավորապես Վրաստանի սահմանին ձին արդեն չկար, դուք ոտքով հասաք Չեխիա։ Մոտավորապես այնտեղ ընկերներս ուրիշ ձի տվեցին ու մենք ձիերի մրցման էինք գնացել։ Հայաստանի դրոշը այնտեղ երևաց։ Զոտ ցույց տվեցիք, իջացրիք։ Չէ։ Ինչ ասեմ։ Հայկը առնետ է հորոսկոպով դրա համար մի ուշադրություն դարձրեք։ Տակ, ձիերով գնացել եք Չեխիա, հիմա կինոյի հետ ինչ կապ ունեք։ Այդ ամեն ինչը նկարահանվում էր, բարձվեց։ Ահա, դուք չգիտեիք։ Այո, հա, գաղտնի ինչ որ նկարահանում էր։ Հասկացա։ Վերջ եկաք, հայտնվեցիք այստեղ, այսօր առանց ձի եք։ Այո։ Վարդան առանց ձի։ Այդպես դες կհիշենք։ Վարդան անձիավոր։ Անձիավոր, այո։ Անձիավոր, այո։ Բարև ձեզ։ Պատմենք, այո։ Նախ ասեմ, որ ես Գաբինկեն շատ ավելի հարմարավետ էր, քան այն, որի մեջ ես ապրել եմ վերջի 10 տարին։ Ես չգիտեմ, ես ուր եմ, ես գետնի տակ էի։ Ուղղակի մի օր տեսա Լուիս, ինձ մեշոկը քաշեցին գլխից, բերեցին ստեղ, ու նոր դուք կանչեցիք։ Բարի, Արամ, դուք ինչ կասեք։ Դե այսքանից հետո։ Հաստաբան եմ Մայամիից։ Օ, հաստաբան Մեսսին տեսել եք։ Ոչ։ Սուարեսին։ Այնտեղ են ապրում։ Փորձում եմ չար մարդկանց օգնել դառնալ ավելի բարի, օրենքի տառով։ Համապատասխան ստացվում է։ Մանկության ժամանակ էլ շատ եմ գնացել թատերական խմբակ։ Մի օր կանչեցին, ասին կլինի իրավաբանի դեր տանես, ֆիլմում ասեցի, ախի չէ։ Իսկ Հովանես Թումանյան չեն առաջարկի խաղակ։ Չէ։ Երբևիցե չէ։ Նման է, Ցավոք սրտի։ Նման է, ինձ թվում է։ Так, Հեղնար։ Այո։ Դուք ինչ կպատմեք։
Ես Նյու Յորքում էի, մասնակցում էի fashion show-ին, զանգեցին ու հրավիրեցին այստեղ։ Ավարտեց fashion show-ը, Չհասցրեցի։ Կիսատ թողեցիք եւ մեր նկարահանման համար։ Սա ավելի կարևոր է։ Ինձ թվում է, սա շատ ավելի կարևոր է, քան աշխարհի բոլոր fashion show-ները։ Նյու Յորք, Միլան, Փարիզ, Թբիլիսի եւ այլն։ Ահա, Պարզա, Քրիստինա։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ես տեխասում էի, ես ֆերմեր եմ։ Ունեմ շատ կենթանիներ։ Մի հատ ձի կտակ Վարդանին։ Մի հատ ձի։ Ինձ թվում է Վարդանին հայ ձի է պետք, որ դրոշը ծածանի նորմալ։ Թե չէ այլ ազգի ձին։ Ցիտը մեծ է։ Հայ հայկական դրոշը ինչա ծածանում ես չհասկանում։ Նիվա էլի։ Իհարկե, տարբեր տեսակի, իհարկե։ Չէ, տարբեր տեսակի գիտեմ։ Քանի Հայաստանում եք հայ ձի ворթեգրեք։ Հայ ձի մռութ ունեցած։ Չեմ ասում գնեք, կարծում եմ այդքան գումար չունի։ Չէ, հայ ձի դեմքը մի քիչ դժգոհ է։ Ավելի փրչոտ է։ Հա, փրչոտ, քարթու։ Սև ձի է։ Կարող ենք չասել, բայց դժգոհ է։ Դժգոհ։ Խորհուրդ ամեն դեպքում։ Հայ ձերին հանգիստ թողենք։ Վերջը Տեխասից եկաք եւ Տեխասից եկա նկարահանումներով լուսանկարիչ եմ եւ հայտնվեցի այստեղ։ Շատ բարի։ Եվա Բարև ձեզ, ես Մարալիկցի, հա։ Կոմիտասի ես կասել։ Մարալիկում հայտնի եմ որպես fashion icon-ա եւ շատ եմ ուզում, որ տենց կարմիր գորգեր գնամ եւ այնտեղ էլ հայտնի կդառնամ։ Որտեղ այնտեղ։ Կարմիր գորգերի վրա։ Հա, հիմա որտե՞ղ ես կարմիր գորգ գտնենք։ Դե շուտ ասեք։ Իսկ Մարալիկում բոլորը ձեզ ճանաչում են որպես fashion icon-ա։ Այո։ Իսկ Մարալիկում այդ բառակապակցությունը հասկանում է բնակչության 96% fashion icon-ա։ Կարելի ասել, ասում է fashion icon։ Չէ, այնտեղ բոլորը ինձ ասում են fashion icon-ա։ Ես մեր դպրոցում գերազանցիկ էի։ Շունիկ ունես։ Իսկ ուրիշ դպրոցներում փորձել եք շունիկ, թե։ Ու կարի մեքենա ոնց որ։ Չեմ հասկանում իրանց կատակները։ Չար կատակներ են նրանք անում, թքած ունեցեք նրանց չար կատակների վրա։ Դուք չէ որ դուք fashion icon եք, պետք է վե լինեք այդ ամենից եւ խորհուրդ եմ տալիս այսուհետ ձեր փոքրիկ կարմիր գորգը միշտ գրպանում ունենաք։ Ու գնաք icon-ը։ Համաձայն։ Беспечный ездок այստեղ է մեզ հետ է։ Հայք ինչ կասեք։ Ես Բերլինից էի, իմ համար Կիտկաթում տժում էի, հետո դուս եկե Բաձեմքում միզելու, զանգեցին, կանչեցին։ Դուք Բաձեմքում եք միզում միշտ։ Բերլինում ընդունված է, Բաձեմքում ավելի հավեսով ես միզում։ Հա 170 եվրո արժե այդ միզելը Բաձեմքում Բերլինում մոտավորապես։ Ես պայքարում եմ քյարթերի անհավասար բաշխման դեմ, իսկ թվում է պետք է քյարթերին Հայաստանում խառնել նորից վերաբաշխել, որ կարողանանք պայքարենք։ Վարդանի ձի դեմ։ Որ ես մենակ չլնեմ այս սեղանի շուրջ։ Իհարկե, ասենց տարբեր տեղեր, որ կարողանանք ինչ-որ ձև թշեն, կենտրոնացում կա, Քանաքերնա երրորդ մասն, պիտի բաշխել մի խոսքով։ Եկել եմ, որ իմ երաժշտությամբ, իմ մտքերով օգնեմ բաշխեն քյարթերին։ Պարզ է։ Եվ հերիք է եւ բոլե միզեք Պոդզեմկաներում։ Սա Բերլինի քաղաքապետարանի կողմից։ Հորդոր էր ձեզ։ Так, Աբրահամ։ Ողջույն։ Բոլորին։ Այո։ Ես եկել եմ Լաս Վեգասից։ Նկարահանվում էի ֆիլմում, բայց չգիտեմ ոնց հայտնվեցի այստեղ։ Խափում է կազինոից է եկել։ Չգիտեք ինչպես, այսինքն ինչ նկարահանումից հետո գինով ցած եք արտնացակ այստեղ։ Չեմ հիշում։ Չեք հիշում։ Լավ, դեական չի։ Գինով ցած էի թե։ Ինչ եք մտածում, ինչպես կարելի է կոչել տարբեր մարդիկ եք, տարբեր տեղերից եկած, տեսեք ինչպիսի լայն ծավալում ունենք Մարալիկից մինչև Լաս Վեգաս, Տեխաս, Նյու Յորք, Բերլին։ Հայտնի պետք է անպայման նշել։ Չեխիա, այո, բունկեր ինչ որ։ Ֆիլմի անուն, որը որ բաղկացած կլինի ֆիլմը երկու մասից։ Սա մաս առաջինն է, հետո կնկարահանենք անպայման մաս երկրորդը, որտեղ պրոդյուսերները համոզված են, որ այսպիսի դերասանական կազմով ֆիլմը չի կարող բաղկացած լինի մեկ մասից եւ անպայման պետք է լինի շարունակելի։ Ինչ առաջարկներ ունեք։ Մենք ենք մեր կուկուն։ Հայկական դրոշ։ Մենք ենք մեր ձիերը։ Փրկվածները։ Պաձեմկա բառը կարանք օգտագործենք ինձ։ Ձի։ 3 բիլբորդ ռասին։ Ամեն դեպքում սեքսիստական բան, որովհետև մենք հիմա նայեք աղջիկներով առանձին են, տղաներով առանձին են, ինչ որ տենց սեքսիստական բան եկեք անենք։ Ինչի սեքսիստական բանը ինչ է, օրինակ, ես հասկանում։ Սեքսիստական անուն ինչ որ։ Դա օրինակ մի հատ վերեք, որ ես մի քիչ։ Տղեկի ցավը տան։ Կարմիր շրթներքով ձին։ Դա սեքսիստական է։ Կարմիր շրթներքով ձին։ Վարդագույն չէ։ Չէ, նայեք դուք ավելի եք սեքսիստական դարձնում։
Դե ես առաջ լինի հանրամված գենդեր party։ Սեքսիստը պատժեմկում, չէ։ Ձիով։ Սեքսիստ պատժեմկա։ Հայկական։ Եկեք պատժեմկա։ Անգլուխ կուպում պատժեմկում։ Պատժեմկա կարանք տնենք ինձ թվում է։ Ձին գետնանցումում։ Ձին գետնանցումը։ Շռան ձին։ Շատ արդարս է։ Միզող միգուցե։ Միզող ձին գետնանցում։ Կանացի միզող ձին, կանացի միզող ձին։ Թվում է ինձ ալարձիա։ Գետնանցի։ Առաջարկում եմ կարճ, Հայ ձին գետնանցում։ գետնանցումում։ Գետնանցում։ Շատ լավն է, գետնանցում։ Բարի, ֆիլմի անունը կոչվելու է Գետնանցում։ Ուրեմն սկսում են Գետնանցում ֆիլմի նկարահանումը, նկարահանման համար յուրաքանչյուրդ պետք է ունենաք ձեր դերը։ Ձեր դերերը այս սև ծրարների մեջ են։ Ես հիմա կբաժանեմ ծրարները, կդնեմ յուրաքանչյուրդ առջև, չենք բացում դեռ, հետ հաշվարկով 3-2-1 կբացեք ձեր ծրարները։ Խորհուրդ եմ տալիս այնպես նայել, որ ձեր կողքինները չտեսնեն։ Այն մարդիկ, որոնք որ իրենց ծրարում տեսնում են երկու քարտ, չեն աչքերը մեծացնում այնքան, որ օպերատորները ընկնեն մեջքի վրա, ռեակցիա չեն տալի դրան, որ ունեն երկու քարտ, որտեվ դա ձեզ միանգամից մատնում է։ Բոլոր ռեակցիաները հիմա ինչև բացել է։ Կամ ինչը։ Պարզապես պետք է հասկանաք գույնը, եթե դա կարմիր է, պետք է հասկանաք երկրորդ քարտ կա թե չէ, երկու բառն է թե տառով է սկսվում, բայց տարբերն է թիկնապա եւ թաղային։ Երկրորդ տառը որ տեսնեք, արդեն պարզ կլինի։ Ծրարները ձեր առջև են, պատրաստ եք իմանալ ձեր դերերը Գետնանցում ֆիլմում։ 3, 2, 1 Պարզ է ամեն ինչ։ Հասկացաք։ Այո։ Հարցեր չկան։ Առաջարկներ։ Կարելի է գույնը փոխել վարդագույն, հետագա խաղերի։ Դա աստվածներին, Monk 3-ի աստվածներին դիմեք, կարելի է գույնը վարդագույն։ Բայց դուք այնքան վարդագույն եք, որ ինձ թվում է։ Նկատեցիք։ Այո, ես մեկ-մեկ նկատում եմ ինչ-որ բան, ոչ մի։ Նարեկը դրա վրա ակնոց դրել, որ մեկը սև տեսնիք։ Փայլում եք, հա, ինչ-որ։ Հայք տես վարդագույն։ Չի հելնում։ Չի հելնում։ Հա։ Պարզը։ Եվ դու ես։ Լավ։ Ինձ թվում է, որ անիմաստ է հիմա ինչ-որ բաներ խոսելու, հիմա կգնաք, կմտնեք ձեր թրեյլերները, կզրուցեք, կշփվեք, տեսախցիկի հետ կարտահայտվեք, իսկ հետո կսկսենք ծանոթանալ եւ կսկսի բուն խաղը։ Զգուշացեք, դռները բացվում են։ Դե ինչ, Monk 3-ն է, YouTube-յան ալիքը, աշխարհի ամենալավ հայտնի եւ պոզիտիվ, YouTube-յան ալիքը, որը որ ներկայացնում է այնքան շատ հաղորդումներ, որ յուրաքանչյուրդ կարող եք ինչ-որ հետաքրքիր բան գտնել ձեր եւ ձեր ընկերների համար, թե մեծահասակ, թե փոքրահասակ։ Մի մոռացեք բաժանորդագրվել։ Սա Մաֆիադորն է, ես Եգոր Գլումովն եմ եւ տեսեք թե ինչպիսի տեսք ունեմ այսօր շքեղ, կարծես թե փախել եմ ամերիկյան բանտից, բայց իրականում սա ընդամենը օբրազ է։ Այո, եւ ուշադրություն դարձրեք մեր բոլոր մասնակիցների, ուրեմն կերպարների վրա, շնորհակալություն հայտնենք հերթական անգամ բոլոր այն մարդկանց, որոնք որ կադրից դուրս այդքան քրտնաջան աշխատում են, մտածում են, օր ու գիշեր, յուրաքանչյուրին հագցնում են, սիրունացնում են, կամ ընդհակառակ վերջը։ Տեսեք, որ մարդիկ աշխատում են եւ սա իսկապես մեծ եւ հզոր աշխատանք է։ Ես այսպիսի բան տեսել եմ, երբ որ իսկական կինոներ է նկարում, բայց սա կինո չի, սա Մաֆիադոր խաղն է։ Եվ կարծես թե ժամանակն է արդեն սկսել ծանոթանալ մեր մասնակիցների հետ։ Հիշեցնեմ, որ խաղում ունենք թիկնապահ, խաղում ունենք թաղային եւ երկու սև։ Թիկնապահը այն մարդն է, որը որ կարողանալ է փրկել կյանքեր, թաղային այն մարդն է, որը որ կարողանալ է իմանալ թե ով ու իր գույնի է, սևերն է դե պարզը։ Սևերը մեր կյանքում ցավոք սրտի անպակաս են։ Սկսենք Մաֆիադորը եւ սա առաջին գիշերն է, գիշեր, երբ որ ոչ մի զոհ չի լինում, իմ սիրված գիշերներից մեկն է, գիշեր, երբ որ մենք ծանոթանում ենք եւ բոլոր կետերը հայրենում չկա այդպիսի տառ։
բոլոր կետերը ռուսական 7 առի վրա կդնենք այս պահին։ Ինձ մի աչքով են տենց նայում, գիտեն մարալիկից եմ, սենց թիթիս-միթիս աղջիկ եմ, բայց ես սենց շատ ֆայմող մեկն եմ։ Ուիտեպ նկատեցիք Նարեկը ոնց էր ինձ նայում, հաստատ ինձ է հավանում։ Ինձ թվում է սա սաղս գոռալու ենք անկանոն, ու տենց սիմպաթիայով հետո մարդիկ դուրս գան։ Ծիով գալը ճիշտ էր էլի։ Ոչ խցանում կա, ոչ մի բան չկա էլի։ Կոմֆորտ հետաքրքիր լինելու կարծում։ Ավելի հետաքրքիր կներ եթե ես պրոստը կարմիր խաղացող լինեի։ Ես մի անգամ մաֆիա խաղացել եմ, հիշում եմ, այնտեղ կամ սպիտակ էր կամ սև, դե կարմիր ու սև չէր, դրա համար կարմիրը սպիտակ է։ Բայց ես դալտոնիկ չեմ։ Ես միջիչ մեջներից այն ամենա չհայտնի մարդն եմ։ Բավար ուղղակի հանեն։ Դե ինչ, սկսենք։ Սիրելի թիկնապահ, ով է այս խաղի թիկնապահը, ես ուզում եմ ձեր հետ ծանոթանալ։ Խնդրում եմ դուս եկեք, որ հասկանանք ով եք դուք։ Ով է այս խաղի թիկնապահը։ Ահա։ Սիրելի թիկնապահ, եւս մեկ անգամ հիշեցնում եմ, որ յուրաքանչյուր գիշեր դուք դուրս եք գալու եւ իրավունք եք ունենալու 1 հոգու փրկել։ Կարող եք անել նաեւ ձեր նկատմամբ, այո, 1 անգամ կարող եք փրկել նաեւ ձեզ, ամեն մեկին կարող եք փրկել 1 անգամ։ Լավ խաղ եմ ձեզ մաղթում, շնորհակալություն, թիկնապահին ճանաչեցինք, նա գնաց մտավ իր տրեյլերը կամ գրիմյորկան, իսկ հիմա ծանոթանանք Թաղայինի հետ։ Ով է Թաղայինը այս խաղի։ Սիրելի Թաղային, դուրս եկեք նաև դուք։ Ահա, տեսանք նաև Թաղայինին։ Թաղայինը պետք է դուրս գա եւ փորձի հասկանալ թե ով ինչ գույնի է, հիմա չէ, հաջորդ գիշերվանից 1 հոգու ընտրում եք, ում եք ուզում, ինձ հարցնում եք կամանց, ես դեզ ասում եմ այդ մարդու գույնը եւ չեմ ստում։ Լավ խաղ եմ ձեզ մաղթում։ Թաղայինն էլ ճանաչեցինք թիկնապահին, հիմա մնում է ճանաչենք, տեսնենք թե ովքեր են սևերը։ Եվան ինձ այնքան լավ է ճանաչում, որ ես չեմ կարող սուտ խոսամ զենքից ճեպ։ Անսահման ոգևորված եմ ու սպասում եմ տեսնեմ ովքեր են սև խաղացողները։ Ճիշտ ասած կուզեի որ կուկուն սևը լիներ ինքը գարին սպանելու, անակնկալավանը։ Չեմ խաղա սև խաղացողների հետ, բայց հետները ֆլիրտ կանեմ։ Ինչ հետաքրքիր է։ Սևեր, ով է այս խաղի սևերը, խնդրում եմ դուրս գալ։ Սևերը դուրս են գալիս, ահա, շատ բարի, ծանոթանում են իրար հետ, Սևեր ջան, հիմա անիմաստ ինչ-որ բան որոշել, հետո արդեն քննարկումի ժամանակ կհասկանաք, թե ով է լինելու ձեր առաջին զոհը։ Սևերին տեսանք, ճանաչեցինք, հասկացանք, որ նրանք են, Սևեր զբաղեցրեք ձեր ուրույն տեղերը։ Կարծես թե առաջին գիշերվա բոլոր տրամաբանական եւ անտրամաբանական ուրեմն զադանյաները կատարվեցին եւ ժամանակն է արդեն ասել, որ վերջով լույսն է լավ բան։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Սա են միակ կամ մաքսիմում եւս մեկ անգամ այսպիսի գիշեր կարող է լինել, երբ որ դուք 8-ով եք այստեղ նստած։ Դե սկսեք խոսել, որ հասկանալ ինչ ինչոց է, այս քննարկումից հետո ոչ մեկին չենք հանում, այս քննարկումից հետո ոչ մեկ չի մահանում, հետո կվերադառնաք եւ այն գիշերից հետո արդեն կունենանք զոհեր կամ չենք ունենա միգուցե թիկնապահ փրկի հենց այն մարդուն, ում որ սևերը որոշեն առաջին գիշերը սպանել։ Կարող ենք սկսել Եվայից։ Fashion Icon Մարալիկից, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ինձ դուր եկավ այս գիշերը, բավականին հաճելի էր։ Հանգիստ գիշեր էր ձեր համար։ Այո։ Գործը չէր խեղդում։ Մենակ գիշեր։ Այո, ինձ դուր է գալիս մեր խաղացողների լուրջ դեմք, չգիտեմ խեն այդքան լուրջ տրամադրված։ Մանավանդ Հայկի աչքերն են լուրջ։ Եսիմ լուրջ դեմք։ Հայլում եմ։ Ես նկատեցի, որ բոլոր տղաները այստեղ ֆլիրտ են անում իմ հետ։ Այո։ Ֆլիրտ։ Դուք հետո կզգաք դա։ Մեսրով Մաշտոցը արտնացավ այդ բառից։ Ես հանեմ։ Միջալոց, ով է հայերենի մասնագետ ոսկեղենիկ։ Ֆլիրտ ինչպես է հայերեն։ Սիրախաղ, վաու։ Սիրախաղ չէին անում։ Սիրախաղ չէին անում, ֆլիրտ էին անում։ Ոչ մի սիրախաղ։
պարզապես որ եթե ես հանկարծ գիշեր դուրս գամ, նշանակում է աղջիկներից մեկն է սև խաղացող տրամաբանորեն։ Որտեղ տղաների կասկածում ես կոնկուրենցիա։ Արդեն պաշտպանում է։ Ներողություն, ուզում եմ ձեր տրամաբանությունը հասկանամ։ Իսկ եթե չդուրս գաք, ուրեմն տղաներն են։ Ես այդքան չեմ մտածել, լավ, այդքան դեռ չեք մտածել։ Գույնը տալիս մտածել։ Լավ, բարի։ Էլով ինչ եմ մտածում։ Գույնը։ Հա։ Ես վերջ։ Դուք վերջ, բայց մի գնացեք, նստեք։ Այո։ Գնա գործի։ Ուրիշ ինչ որ բաներ կան, մտքեր, գաղափարներ։ Այո, ես Բայց իմ համար դժվար է, որտեվ երբ որ իմ գուկուն օբրազի մեջ է, ոնց որ թե օբրազի մեջ չլեր, մենք իրար շատ լավ ենք ճանաչում, հիմա մի քիչ այսպես Լիլի Մորտոյոտա։ Դերասանուհի է նա, եւ սա ֆիլմ է։ Մի մոռացեք։ Icon, այո, Մարալիչի։ Icon։ Այո։ Եվ սա չենք մոռանում, որ ֆիլմի անունը, այո։ Գետնանցումում։ Այո։ Fashion Icon-ը Գետնանցումում։ Ուղղակի բոլորը շատ լուրջ են այս գետնանցումում, չգիտեմ ինչի։ Ֆակտերում խիտ են։ Փորձում եմ հայացքներին նայեմ, ինչ որ բան հասկանամ, այս հատվածը սենց շատ նույն հայացքով նստած են։ Գոնե Կարող եք պահանջել այլ հայացքներ, չգիտեմ։ Դե հիանալի է, բայց դուք մեկը ես շատ անկեղծ են ինձ թվում է։ Ես հատուկ հայացքներ որ դուք տեսնեք, որ ես հանգիստ նստած եմ։ Հա, դա արդեն վստահ քայլ է։ Դա նշան է։ Չէ, դա Լսում ենք հերթով, տեղ Պաշտպանի եւ այլն այդպես բաներ չենք ասելու։ Օրինակ օգնենք թիկնապահազեզում պաշտպանի բանը։ Ասա ինչ ուզում եք ասեք, մեր մոտ ժողովրդավարություն է։ Արամը մի քիչ լարված է, ես չգիտեմ։ Արամը խելացի է, նայեք։ Եկեք կոնտենտից գանք։ Արամը խելացի կոնտենտ է, այսինքն եթե սևեր հիմնականում կհեռացնեն խելացին։ Բայց ինչ է, ես դեռ չեմ կարող ասել։ Բայց Ամերիկա բան է, Մեքսիկայով է գնաց։ Բայց իրավաբան։ Ինձ թվում է փաստաբան։ Ինձ թվում է որ փաստաբան է։ Սևերը միշտ մտածում են որ շեղ են, то есть մտածում են որ նենց անեն որ ցույց տան որ իրանք չեն։ Ու սենց սկսում է ստրելկիկը ուրիշի վրա։ Այ չգիտեմ ինչի նոր Հայկը ասեց սևերը պետքա հեռացնեն խելացիներին, Արամը խելացի է, չգիտեմ ինչի տենց բան ասեց։ Չէ, որ լիներ չէ։ Չէ, ինքը չի պայմանավորվում, իրանք իրար հետ մեկը հանելու են տենց։ Հասկացա լավ։ Ես հաստատ ինչ որ զույգեր կան ձևավորված, մեկը մեկին կան ձևավորված։ Արդեն ճանաչում են իրար։ Ես ասեմ ձեզ հետո զույգեր կլինեն կուկուն։ Ես ասեմ որ մեր խաղի ընթացքում ունեցել ենք ամուսնական հիմա ինքը սև է։ խաղի ընթացքում ոչ թե խաղի ընթացքում են ամուսնացել, այլ ամուսնացած եկել են եւ քիչ է մնում բաժանվեին։ Որտեվ ամուսինը դաժանաբար խապել է կնոջ։ Չէր սպանել, խապել է։ Բան չի սպառնում կուկու։ Բան չի սպառնում երևի։ Դες բոլորն են ֆլիրտի ենթարկում թե միայն Բերլինի բաժանեք արդեն։ Չեք տեսնում, բայց էսա քիչ։ Ստեղ տեսնում եմ, ստեղ տեսնում եւ զգում եմ։ Իրանք հեռու են ուղարկում։ Անկեղծ ես չեմ տենում։ Միայն շոշափ։ Քիդս ես ժոտով չեմ զգալու։ Աբրամը չի խոսում։ Աբրահամ խոսամ, եթե կարմիր եմ, ինչի պաշտպանվեմ, ումից պաշտպանվեմ։ Թակարակո կարմիր ես դե ավելի արխային խոսաս։ Вообще ինչի փոստաս։ Ժորտ ես Աբրամին ես, մի տարի բայց ինքը Աբրամը չի։ Մորացանա։ Վարդակույնի մոտ եմ Եվա, շատ մոտ եմ Վարդակույնին։ Վարդան ջան ճիշտ է, ինձին բան ակտիվ է։ Այս գիշեր ոչ մեկ դուրս չի մահանում, չէ՞, այս գիշեր հանգիստ էլի շատ հանգիստ գիշեր է լինելու։ Այ հետո ավելի հստակ մենք կհասկանանք։ Դեմը դժվար է։ Իսկ գիշերը արդեն կունենանք զոհեր, եթե Այս գիշերը արդեն կլինի զոհ։ Եթե թիկնապահ Չիշոր օպերատորը մահանա։ Ծուռ է կրակել։ Այս առավոտը բացվի, արդեն կոնե ինչ որ բաներ բարձ կլինի։ Շատ բարի։ Բայց Ես այսքան ակտուալ չի ավելանանք։ Նարեկը իրան նման է։ զգուշացեք, դռները բացվում են։ Շատ պասիվ եւ իներտ են սկսում խաղը, ունենք ակտիվ խաղացող Fashion Icon-ը եւ իհարկե Բերլինցի Հայկոն։ Մնացածը կարծես թե ինչ որ սպասողական վիճակում է։ Եթե Արամին սպանեցին, իմ կասկածները որ Հայկը կարծես թե ուղղորդում էր։ Ծրցերեք ասեցի, որ իմ կարծիքով կհանեն բանին, Արամին, որտեվ ինքը խելացի է, հեսա կգնանք իրան դու իրան կհանենք, դե մենք ինք սևը, հետո կասի գլխի սարքել են։ Ասի դե այդքան էի շեմ տենց բան անեմ։ Լավն է։ Ես այդ դեպքում շատ ուշադիր կլինեմ Հայկի հանդեպ։ Սովորած մալի դավալու։ Հայկը խանդոտ է շատ։ Հիմա ես ֆլիրտ կանեմ մնացած տղաների հետ, եթե Հայկը լինի սև խաղացող, հաստատ այդ տղաներին կսպանի։ Ուսով եմ իսկ կպաշտպանի թիկնապահը։ Շատ եմ ուզում։
Տիկնապայի եթե պաշտպանել է, հելնել եմ թաղայինի դամ գլխին։ Բայց լավ է մարդը փրկել է։ Հա, ցույցի։ Նոր մտածում եմ, որ սպանել է հեշտ չէ, փրկել ավելի հետաքրքիր է։ Կարող կամացանք խոսում։ Իսկ հիմա անցնենք բուն խաղին, որովհետև այս գիշեր հնարավոր է լինեն զոհեր։ Սիրելի թիկնապա, ում եք ուզում փրկել այս գիշեր, խնդրում եմ դուրս եկեք եւ ցույց տվեք, ում եք ուզում փրկել։ Okay, շատ բարի։ Թիկնապահը իր գործը արեց եւ փրկեց, տեսնենք թե ինչ կանեն սևերը, ճիշտ փրկեց թե ոչ։ Ում է ուզում ստուգի մեր հարգարժան թաղայինը, հա թե հարցը։ Թաղային, кого хочешь выбирай։ Так, թաղային, ում եք ուզում ստուգել։ Թաղայինը ստուգեց խաղացողին եւ ստացավ պատասխանը։ Պատասխանը ստացավ եւ կարծես թե թաղայինի ինչ-որ բաներ է իմանում, արդեն կա մտածում։ Սև եմ գտել։ Նոմա չկրակեն։ Եթե Վարդանը սև եղա, տուն չի գալու այսօր։ Գլումով ջան։ Թաղայինի եփաթը համովա։ Ման չկա խոսալու։ Ես կարող եմ սկիլերը ցույց տամ։ Սևեր արթնացեք, եկել է գիշերվա սև պահը, երբ որ դուք դուրս է գալի ձեզ սև գործերին և ձեզ կարող է խանգարել միայն թաղայինը, նա թե ձեզ խանգարել է, թաղային չէ նեղություն, թիկնապահը, այո, չնայած միգուցե թաղայինն էլ է խանգարել, դեռ չգիտեք, թիկնապահը ինչ-որ մեկին փրկել է, դուք կարող եք գնալ և վերացնել ինչ-որ մեկին, ում եք ուզում վերացնել։ Ես ինչ երկարատևում։ Ինչա կատարվում են դեր, այնքան հետաքրքիրը։ Կողը սկսել են, ես եմ մնաց այստեղ։ Օ, ինձ մոտիկ են, կարող է ինձ են համոնում։ Կսպանեմ, իրականում կսպանեմ։ Սևը ինձ։ Ես տենց էլ գիտեք, որ սկզբից ես եմ։ Տխուր է։ Կատարեցին իրենց սև գործը, սևերը, և հիշում եք ինչ ասեցին ամենախելացիներին պտի վերացնենք, ու վեկալեցին ու ամենախելացին, ըստ կոնտենտի իհարկե, բլոգի կոնտենտի, վերացրեցին, Արամ էլ ոչ մեկին չի կարող փրկել։ Ասել ունդեղ շշուկով։ Ինչ ասեմ։ Բան չունեմ ասել։ Հեռացավ Արամը։ Բայց մենք նրան դեռ կտեսնենք երկրորդ խաղում անպայման սպասեք։ Ուսամ գուշակել եք սևերին։ Թաղայինը մեկին արդեն գուշակել է։ Դուք ինչ պակասնեք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Լույսը բարի է բոլորի համար, բացի Արամից Մայամից։ Առաջինը Արամն էր։ Վարդանը իջավ ձից։ Մտավ առաջինը Արամն էր, այո։ Կամ կարող ասել, «Պերվի պաշով»։ Ճակատագին հանուն այդ հումորի կարող է հանել ես Արամին։ Այդ հումորի համար կարող մտածած լինի։ Բայց ով սպանել է Արամին, ով սևն է, ես կարծում եմ փորձել է խաղի ընթացքը տանի դեպի Հայկի դեմ, որովհետև ասեցի, չէ, անցյալ խաղին ինչ-որ տենց այդ դեռ եզրակացնում եմ, որ ասեց Արամը ուժեղա, առաջինը Արամին կհանեք, ես ասեցի, վայ, կարող է Հայկը սևա տենց ուղղորդում է, ինքը մեծ հիշել է։ Չասեց ուժեղա, ասեց ըստ կոնտենտի խելացիներին են առաջինը համար։ Ես չգիտեմ, միգուցե այդ Հայկն է այնքան խելացի, որ փորձել է իրան տեղ բարի բանով։ Այստեղ ես ոչ մեկի չեմ ճանաչում, դե չգիտեմ, ամեն դեպքում ուշադիր կլինեմ լսողների խոսողների։ Քննարկեք։ Այո,
Ես կասկածում եմ Հայկին, որովհետև Հայկս խելացի է։ Ես կասկածում եմ միանգամից կասկածողներին։ Իրոք, ինչի՞ Լնեք ո՞նց է ֆլիրտանում։ Այսինքն ես Չէ, ես Հայկի վրա չեմ քցում, Չէ, լոգիկայի մենք պետք է հիմա կարմիրերով թիմ գտնենք, չէ՞, ոնց որ առաջինում միանգամից։ չեմ հասկանում աչքերը։ Ջինջ աչքերը խափի, չէ՞։ Եղեք սա քիթ Եթե Հայկը սև չի, ես հիմա կոմպլիմենտ եմ անում Սևերին, դուք ահավոր խելացի եք, որ այդ ժեստը հիշել եք, այդ խոսքը կարճ, բայց Բայց իսկ պրիմիտիվ է, շատ պրիմիտիվ է։ Արմիրները սովորաբար շատ Ասում է Հայկը ասեց ու հանեց։ Հայջա, եթե ձեզ ակտոսները խանգարում, Եթե Հայկը լիներ սևը պրիմիտիվ կլիներ, բայց ես կարծում եմ, որ Հայկը չի, ու ավելի շատ հավատում եմ, որ սևը։ Կամ հանեք, բայց սովորաբար կարմիրները շատ զգուշ են խաղում ու Եվան մի անգամից ասեց Հայկը կարծում եմ, որ սևը, ես կարմիր լինելով, ես մտածում եմ պիտի շատ դողալ կարմիրների վրա, մի անգամից առանց 100% վստահության չասել, ես մտածում եմ, որ ինքը սև է, տես ես էլ անգամ սենց կարմիր լինելով վախենում եմ մեղադրեմ, ասեմ, որ Հայկը սև է։ Վախենակ, չվախենակ, տեխնացություններ պետք է դնեք արդեն։ Բայց գոնե պիտի լսել ա բոլորին նոր տեխնացություններ։ Շատ տափուկ է, Աբրահամը ընդհանրապես չի խոսում ժողովուրդը, բավականին խելացի է, աչքը քաշել տափուկ։ Այն օգուտ չի տալիս այդ պայելով իրան ու շատ կասկածելի է ու արդարացի։ Ընդհանրապես, եթե լինեի սև, Արամին չէի հանի խաղից։ Ինչի։ Իմ ընկերն է։ Դելա, բացում եմ ինքն Խոսալով շատ կասկածում եմ, որ երկուսը սև է։ Ես առաջինը Եվային կհանեի, որովհետև ինքերս կջոբի։ Ես մտածում եմ դուք եք սև, որտե միանգամից ինձ եք ասում սև է։ Եթե ինչ մենք երկու օքի ենք։ Ես ասեմ ինքը քեզը։ Սև կոմենտում չորրորդ տարբերակը գրել։ Աբրահամի մասով ես տեխնացություն դնում եմ հենց միանգամից։ Աբրահամի տեխնացությունը ուսումնված է։ Մեզ համոզի որ իրականում կներես մենք դուրսը ընկերներ ենք, բայց միանգամից թիմ եք ձևավորում Աբրահամը։ Միրոպա, ես իրա կողմից չեմ։ Ես այդ շատ ռիսկ է, որտեղ այդ դեպքում կարելի է ուրիշ լուծում առաջարկել, եթե օրինակ Աբրահամի նայեք, երկուսը իրար դեմ լարվել են, չէ՞, այսինքն սա կոնկրետ ինչ որ գիծ կա։ Ստե ինչ ենք անում, Աբրահամին թողում ենք, որովհետեւ թաղային Թաղային է ստուգում։ Այո, թաղայինը ստուգի, հետո արդեն խոսակցության ընթացքը երկրորդը մինչև տեխնատություններ դնելը, ամեն տեխնատություն կարա ճակատագրական լինի կարմիրների համար, թող բոլորը խոսեն, ես խնդրում եմ կարմիրներին լինել ակտիվ, ինչ որ ձևով հասկացնել, որ դուք կարմիր եք։ Ինչ որ կասկածելի է։ Ես չեմ վերցրել ինձ ձեռքը, ես փորձում եմ կարմիրներին թող ինձ ստուգի, թող էս, բայց ափսոս է ստուգել ինձ, որովհետև ես կարծում եմ պետքա ստուգել կամ լուր կարմիրներին, գոնե համոզվել թիմ ձևավորել կամ ստուգել գերակտիվ այն մարդուն, ով որ մի քիչ կարծում, ասենց միանգամից ով է ինձ նստել ենք, ասում է ես կարծում եմ ինքը սև է, ես կարծում Ինչ նստել ես ինքը։ Ոչ մի կոնստրուկտիվ քննարկում չի գնում այս սեղանի շուրջ։ Ինչ նստել ես, ինձ ասում ես ես կարծում եմ, բայց ես բացահայտ կարմիր եմ։ Ես չեմ ասել դու սև ես, ես ասել եմ դու ակտիվ ես եւ կասկածելի։ Հայկին խի եք կասկածում, ես այտենց շուտ նոր որ ասեցիք, ես ոչ ոք չեմ նախորդ շրջանում, երբ որ խոսում էինք, մի հատ sense դրվագ կար, երբ որ Հայկը ասեց ինքը խելացի է, եկեք սևերը թող առաջինը խելացիներին հանել, ես ասեցի ես կամ հասկացնում եմ, բայց այդ ժամանակ քանի որ դեռ չէին որոշել, ես այդ դեպքում մի քիչ sense բայց հասկացնելու կարիք չկա, իրանք իրարից անկախ չեն գրակում սևերը։ Սև շորերով իտո գա։ Ես հետո ասեցի։ Ես սև շորերով եւ կարմիր սրտով։ Եկեք միշտ իտոգը դու տուր էլի սև շոր։ Բացի դրանից իրականում ամենամեծ շատ կարևոր է լինելու, որ այս գիշերից հետո ով ստուգում է թաղայինը, խոսակցություն տանի։ Մենք պետք է ինչ ավելի վստահելի այդպես պունկտերով ջոգենք ով է կարմիր։ Որ ինքը թաղային մյուս ցերեկ կարելի է ասի արդեն որ թաղայինը, որովհետև եթե սխալ մարդ հելնի, ինչ որ հավասարվելու վրա է ալնելու արդեն։ Հա, տեսեք, բայց հիմա կամ մի տեխնացություն, ես իրականում 50-50 եմ Աբրահամն թե չէ, որտեղ լուռա բացի Աբրահամից ունից տեխնացություններ կան, եթե չլինի դուրս է գալու դրա համար ունից եւ ամեն։ Եթե ուրիշ տեխնացություն չլինի, Աբրահամը ավտոմատ կերպով դուրս է գալու։ տեխնացություն դնենք, որտեղ ռիսկային է ուղղակի հանելը։ Ինչ որ Քրիստինա։ Ես բնավորությամբ շատ հանգիստ մարդ եմ։ Ես ինչ նստել է։ Նաև Քրիստինայի տեխնացությունը։ Ես ասեմ ինչի, ասեմ ինչի, չէ, ասում եմ ինչի։ Ինչ նստեց, ասեց ես մտածում եմ ինքը սև է, ես ասեցի դու բայց ինչ ես մտածում որ ես սև եմ, ես բացահայտ կարմիր եմ, ասեց չէ, ես ասել էի դու ակտիվ ես։ Ես ասել եմ ինքը սև է։
Okay, միակ են, հեղնարը շատ ուժեղ բան տանում, ով է հավատում հեղնարին։ Ես շատ կուզեմ իրանց ստուգեն անպայման սենց։ Ինչ ստուգեք, եթե Երևանի խաղը ավելի ես ընդհանրապես ասել եմ դուք խաղը վերցրել եք ձեր չեմ եղել։ Okay, այո, եւ ուզում եմ տիրակերատեքնացություն եք դնում, բայց մի հատ ես կարծիք ասեցի, վրա Վարդանին մի քիչ չեմ կասկածում։ մի քիչ շատ պրոստը նստած լսում է ինչ է։ Ֆեյշն այդն ուզում արտահայտել։ Այո, շնորհակալ եմ։ Ես քեզ չեմ կասկածում։ Ես կարծում եմ, որ դու կարմիր ես։ Ես կարմիր եմ համենայն դեպս։ Չէ, ես ձեր դեմ բան չունեմ, անկեղծ։ Աբրահամի գեր հարվածությունը ինձ մի քիչ կասկած է առաջացնում, բայց ես մտածում եմ այդքան էլ Ֆեյշն այդն լսենք։ Եվ ասենք քրեակությանը։ Ես հեղնարին 50-50, որովհետև տենց շատ բուրըն խաղում է կամ իրոք փորձում է։ Դե չգիտեմ, հեղնար ջան, կամ ուղղորդող սևը կամ այն կարմիրների ճիշտ։ Հանգիստ ես ասում են չես խոսում, հենց խոսում ես խոսում։ Խոսում ես որ քեզ չեմ խոսեմ, չեք թողնում խոսել։ Ասեմ, ինչի կարծում որ Հայկն է հարգելիներս, որովհետև իմ կարծիքով Հայկը խելացի է եւ ինքը շատ պրիմիտիվ խոս չի կայնել ասել բան առաջի խաղում Արամին պետքա պաշտպանել, հելնել բան անել։ Իհարկե, ես կարծում եմ դու այնքան խելացի ես, որ տենց կանեիր, որ հետո ասիր, որ դու պրիմիտիվ ես, Հայկ։ Իմ տղա։ Այդքան խելացի։ Բարի, Աբրահամ, եկեք ձեզ լսենք։ Աբրահամն նենց բան Հիշեցնեմ, որ ձեր տեխնատություն Աբրահամ ունենք եւ Քրիստինա ունենք։ Քրիստինայինը չեմ դրել, չեմ հաստատում կամ եթե հնարավոր է հետ վերցնել։ Դեռ մի քիչ շատ հնարավոր չի, դուք ասել եք, որ տեխնատություն եք դրել։ Так, Աբրահամին եք հետ հանի արդեն։ Չէ, ինքը խոսած ասեց, որ ես քեզ չեմ դրել։ Աբրահամին եք լսում։ Լավ, okay, թող գիշերը ստուգեն, նայեն ով է սև, ով միակ տեխնատությունը հելնում ես խաղից։ Չէ, միակը չի, Քրիստինան եկա։ Ես եկամ նեղվում եմ։ Հասկացա, քեչափ չի աշխատում։ Չգիտեմ, անկապ։ Դրել եմ իրեն, բայց ես քվյարկել եմ այդ հետո որ արդեն անիմաստ ջուր եք ծեծում, սիրելի խաղացողներ։ Եվս մեկ անգամ եմ հարցնում, բացի Աբրահամից եւ Քրիստինայից ունեք տեխնատություններ։ Չէ, դե սա անարդար խաղ է։ Չունենք։ Իսկ չեն կարա կներեք հավասար քվյարկենք, հավասար մնա բան։ Հավասար եթե քվյարկեք, դուք քանի հոգի եք։ 8 7 արդեն։ 7։ Այսի Արև ձեզ Չես ժողում ովա, ես ինձ եմ, իմը բրայլ է իրական։ Ուրեմն, կամ Աբրահամի դեմ, կամ Քրիստինայի դեմ անպայման պետք է քվյարկեք։ Քրիստինային ես հավատում եմ կքվյարկեմ Աբրահամի դեմ, որովհետև Երեք շարունքն է շատ ակտիվ, ահա որ ակտիվ։ Միատ ինձ լսեք, միատ լսեք։ Ակտիվ ենք, ասում չեք հավատում, հիմա այս տիպը քվյարկել Քրիստինայի օգնի, ոչ չհելնեն։ Ուշադիր ինձ եք լսում։ Դրեցի որ գոնե մի անգամից մեր Մասնակիցներ ուշադիր ինձ եք լսում։ Քվյարկությունը հետևյալ է։ Եթե դուք ձեռք չեք բարձրացնում, ով որ երկրորդն է, ձայները գնում է իրեն։ Անպայման պետք է քվյարկեք։ Բարձա։ Ով է որ խաղից դուրս գա Աբրահամը։ Միաձայն, Աբրահամ, ձեր վերջին խոսքը, բացում եք ձեր քարտը եւ լքում եք խաղը։ Պետք է ցույց տալ։ Այո, այո։ Երկրորդ խաղում չի։ Ով, այսօր ինչ հաղորդման եմ խառնել։ And 12 points goes to Աբրահամը սև խաղացող է։ Ես կարծում եմ մենք կհաղթենք։ Շատ բարի։ Բայց բոլորը քվյարկեցին Աբրահամի, այսինքն սևը իրեն ընկերոջը հանելա, լավ գնաց։ Եթե դու Աբրահամ, շնորհակալություն։ Ես չեմ ես անգամ։ Լավ Աբրահամի վերջին խոսքերը հիշեք, նա ասեց, բայց միևնույնն է մենք կհաղթենք։ Այո։ Ով էր առաջինը դրել Աբրահամի տեխնատությունը։ Վարդանը։ Ես զուտ իր այդ հանգիստ խաղի շնորհիվ, բայց ես եմ կասկածում։ Ես այս լոգիկայով եմ միշտ աշխատում։ Եթե մարդը, եթե լսեք ասեմ, եթե մարդը խաղին օգուտ չի տալիս, ինքը վնասում է, լինի կարմիր խաղացող, թե սև խաղացող։ Դրա մեջ ես համաձայն եմ, եթե 10-ով լինեի։ Ես նենց բան զգացի էի դասական մաֆիայում, երբ որ դասական ասես ստուգող կա, թիկնապահ կա, կամ ով կա։ Բայց այս փուլում մենք բոլորս մեկ ամեն դեպքում Արամին էր պաշտպան է, ավելի խելացի ինձ թվա պետք է լինի բոլորս կասկածում ենք այս պահին հեղնարի վրա, կարող է խնդրենք ամեն դեպքում գիշերը հեղնարը։ Ես խնդրում եմ այս գիշեր թող ստուգեն։ Զգուշացեք, դռները բացվում են։
Ես ասում եմ, որ առաջին գիշերից հետո խաղը կթեժանա եւ իսկապես թեժացավ, ունենք -1 սև խաղացող եւ -1 կարմիր խաղացող, սևերը դեռ ունեն շանսեր, իհարկե, ունեցել ենք այդպիսի իրավիճակ, երբ որ առաջին գիշերը հենց առաջին օրը սևին հանել են եւ հետո սևերը հաղթել են։ Կստացվի այս անգամ սևերի մոտ դա, թե չի ստացվի, շուտով կիմանանք, մնացեք մեզ հետ։ Աբրահամ ջան, խես լարվ են ստես, ընթացքից ակտիվ, աշխուժ բաներ։ Եվան ինձ կասկածելի է, որովհետև ինքը իրան գցել է այդ կերպարի, մարալիքցի, բարբի կերպարի մեջ։ Այգում տեսակալա պուլայա, ասենց հուզվեց, երբ որ ասեցի, որ ես իրա վրա եմ կասկածում, չգիտեմ։ Ստաց Եվանը, չգիտեմ, 50-50, Եվան կամ Հայկը։ Եվանն ստուգեմ, որ հանգիստ լինեմ սիրտոս, բայց Եվա Հայկից մեկն էլ է կասկածելի։ Այստեղ Վարդա շատ որ նաև ոչ մեկին չես ճանաչում, ես Վարդանին եմ մենակ ճանաչում, բայց Վարդանը շատ հմուտ ձևով կարա ինձ խափի, դրա համար հաշվենք ես իրան էլ չեմ ճանաչում։ Սիրելի թիկնապա, դուրս եկեք եւ ստուգեք, փրկեք, փորձեք փրկել ինչ որ խաղացողի։ Թիկնապահը դուրս է գալիս։ Շնորհակալություն թիկնապա։ Փրկեց։ Հարգելի թաղային, ում եք ուզում ստուգել այս գիշեր, ով է հաջորդ ստուգված խաղացողը թաղայինի կողմից։ Թաղայինը լսեց հեղնարին լսեց և ստուգեց պաստորեն, բայց անիմաստ հեղնարը կարմիր խաղացող էր։ Ինձ թվում է, որ թաղայինը հասկացել էր երկրորդ սևով, բայց արի ու տես, որ դեռ ոչ։ Տեսնենք, թե սևերը ում են սպանում։ Շատ հետաքրքիր կլինի, եթե սևը սպանի հեղնարին, հեղնարը պաշտպանված լինի, բայց միևնույն կասկածներ են գնեն Եվայի վրա։ Մնացեք մեզ հետ։ Սև։ Մի հատ սև է մնացել։ Գոռում եմ։ Միակ սևը մոռացել է, որ ինքը սև է։ Ըստ Վարդանը թաղայինը ու իրենք սպանում։ Թիկնապ, թաղային։ Միակ սևը, խաղում մնացած միակ սևը դուրս է գալի որսի և ում է սպանելու։ Այդպիսի որոշում։ Կուա։ Այդպիսի որոշում։ Հեղնարը մնաց խաղում, բայց խաղում այլևս չկա ոչ թաղային, ոչ թիկնապա։ Գնանք բաց թողենք, մնացին։ Ափսոս։ Գնացինք։ Ես խոսքի իրավունք չունեմ, այլչում։ Իստում է Եվան, բայց եթե ինչ։ Պաստորեն, թաղային համոզված է, որ դա Եվան է միջև հիմա, ինչու բայց, ինչու Եվան, հոքեյ, տեսնենք, զգուշացեք, դռները բացվում են, տոք, սիրեներս կորցրեցիք նաև Վարդանը կորցրեցիր ձիուն, դուք կորցրեցիք Վարդանին, և խաղը շարունակվում է։ Մեռնելու սորը չգիտեմ։ Վարդանը գնալուց բան ասեց իհարկե կամերային, ես չեմ կարող դա ասել, բայց ասեց և գնաց։ Ինձ թվում է ես գիտեմ ինչ է ասել Վարդանը։ Ինչ ասել, հլը ասեք ես։ Երբ որ ստեղ, այո, ասեց ով է սևը, ես էլ ասի ու գնաց։ Նստավ ձին։ Ինչ ասեց, դե ասեք։ Երբ որ մենք ստեղ բուրըն քննարկում ենք, ես ինձ թեկվեցի ասի ուզում էի կիսվեի հետը, հետո ասի արա, բայց դու էլ կարող ես սևը լես չկիսվեմ, հետո ինքը ինձ ասաց ես հաստատ գիտեմ որ դու կարմիր ես։ Ինձ թվում է ես մտածում եի կամ սևը ու ուզում եմ բանանի, խափի կամ թիկնապա, չէ, թաղայինա ու ինձ ստուգել է։
Ես հիմա հակված եմ մտածել, որ ինքը թաղային էր ու ինձ ստուգել էր։ Եթե հիմա թաղային չբացվի, կամ սևը թաղային կբացվի, չգիտեմ։ Հակված եմ մտածել, որ Վարդանը ամեն դեպքում թաղային։ Ես մտածում եմ, որ Շարլուսն է թաղային, բայց շատ օկտիվ էի խոսում։ Թաղային չեմ, բայց ես հասկացել էի, որ Վարդանը շատ վստահելի կարմիր է, եթե թաղային էլ չուներ, վստահելի կարմիր է, որտեղ առաջինը ինքը դրեց Աբ รา համի տեխնացությունը։ Ես թաղային չեմ, բայց ես կարմիր եմ ու խաղում եմ քո հետ այս պայծրությամբ ու Քրիստինայի հետ եմ խաղում։ Նախորդ խաղի դեպքը հասկանալով ինձ Եվ այն կասկածում եմ։ Հիմա ես ասել եմ իմ սենյակում էլ, որ կարծում եմ, որ այս գետնանցման ամենակասկածելի մարդկանցից մեկը Եվան է։ Ես խոսում էի ինքս ինձ հետ։ Նախանձում ես իմ գեղեցկությանը։ Անչափ գեղեցիկ ես, բայց ես չեմ նախանձում։ Կարծում եմ, որ այս դեպքում պետք է լինի։ Այս պետքա սաղով քննարկենք, չէ՞, այսինքն այն չի հերթով։ Բայց հալա ոքի ասա դա։ Ես չգիտեմ ինչի վստահ էի, որ կամ ինձ են սպանելու կամ Վարդանին, ես դա ասել եմ, երբ որ շփվում էինք ինձ հետ։ Բայց ես մի բան հասկացա, որ հեղինակը ինչ որ ընդեղ ասում է, մի հատ է դուրս գալիս թե։ Տեքստը նախապատը շատ լսում ենք։ Բայց ես շատ եմ խոսացել, բայց կարծում եմ, որ չգիտեմ։ Տեխնացություն դնում եք Եվայի։ Դնում եմ։ Շնորհակալություն։ Բայց կսպասեմ նաև իր խոսքին, եթե կարմիրն դնում եմ, չէ, դնում եմ։ Բայց ես կարծում եմ, եթե երկու կարևոր բան կա, օրինակ ես մտածում եմ, որ հիմա որ Եվա, ձեր կոշիկը հանեք տվեք գլխին, մեկը կասկայվա։ Ուրիշ տարբերակ չկա լրացնել։ Բայց եթե կարմիրները վստահելի ունեն ավելի կասկածելի տեխնացու, դրեք, որ ընտրության տարբերակ ունենանք։ Մի ճնշեք Եվային, Եվա, Համար տարօրինակ էր, որ Հեղնարը անցած խաղին մի անգամից կասկածեց Քրիստինային ու հիմա ոչ մի բան չփոխվեց։ Ես բացատրել եմ ինչի էլ Քրիստինային չեմ կասկածում։ Հա, ես բացատրել եմ, ինքը հասկացել։ Կարող է ներսն է բացատրել։ Ինձ թվաց, չէ, այդ մեկ ներսը շատ բան չենք հանդուրստեղ։ Սկզբում ինքը ինձ թվաց մի անգամից դրեց իմ տեխնացությունը, իսկ կարմիրները սովորաբար տենց չեն վարվում, ասաց, որ ուղղակի ասել եմ, որ ինչու՞։ Ասում եմ ակտիվ է։ Ու ինչ որ մի բան ու իր վարքը, որ ինքը կարծես թե շատ էր Աբ รา համի վրա կասկածում, իմ համար ինքը այս պահի դրությամբ ավելի կարմիր է։ Միրակյան, եկեք բանից գանք, ով Աբ รา համի տեխնացիան առաջադրեց, Վարդանը։ Ես իրան շատ շուտ ասում եմ։ Իմոց կներես էլի զուտ քո գերակտիվությունը խանգարող է, որովհետև նայ ոնց որ իմոտ գիտես ինչ լինի, ոնց որ նկատեցին Պալյուբոմ էլի, ոնց որ սև ես, նկատել ես, պայմանական եմ ասում, հաստատ չեմ քուղի։ Նկատել ես, որ ինքը սև է, արդեն հելել է, դու շատ արագ ես քեզ փրկում։ Ու հետո գիտես ինչ բան է, ոնց որ հիմա Քրիստինային տանես քո թիմ։ Այսինքն նայ գես ինչ ես արել, շատ հանգիստ նստած ու շատ խելացի։ Նույնիսկ Նարեկ ջան քո հետ եմ խաղում, որովհետև մի հատ բան ասեմ, մենք չունենք։ Տենց պիտի լինեն կարմիրները, պիտի թիմ իրար շեշտերով հավատալով հավաքեն։ Դու իրա մի հատ սև ես հանում, դա շատ արագ բան է, էլի։ Հետո ասում ես, չէ, արի փոխեմ, քեզ տանեմ իմ թիմ։ Okay, ես այդ դեպքում կլսեմ ձեզ, բայց ես ամեն դեպքում սև չեմ։ Ես որ իրոք կարմիր է, հաստատ կհասկանան։ Ես եմ հավատում հաստատ, որտեվ ինձ թվում է, տենց շատ կարմիր է խաղում։ Իսկ հիմա եկեք լսենք Եվային, որտեվ Եվայի տեխնացությունը դրված է։ Այո, համաձայն եմ։ Բայց եթե այստեղ կարմիր է, Չանեք տենց անդառնալիս խաղ։ Ինձ համել անիմաստ է, ես հասկացա։ Եթե ես ստուգված կարմիր եմ, բայց հենց դա հարցն է։ Բայց ես չգիտեմ որ ստուգված։ Մենք չգիտենք ու նայ։ Բայց մի բան էլ ասեմ, չգիտեմ, հիմա այս ակտիվությունը իմ դեմ մի անգամ է չէ ստուգել Վարդան, թե նախորդն էլ կարա ստուգած լինել։ Այդ խոսակցությունը կարա լինի պրոստը տակ տենց բանի։ Մենք չգիտենք ով իմը խաղում կա է լինի։ Մեկ անձի ստուգել է, Վարդանը ինչ-որ մեկի ստուգել է եւ ինքն է տապային է։ Խոսակցիորը յարիզից կետերից։ Ուզում հասկանամ ով ասե որ ձեզ Նարեկ քեզ վստահում ենք։ Այո։ Ընտրի։ Եվային էլի չթողեցին խոսի, Եվա դուք գրեք։ Դուք գրիշտամ գրեք։ Ես ասեղ լիքը կշփվեմ, ինչ ասում, եթե թողնես։ Ես Նարեկին Ես արդարանալու ինչ որ հատուկ բան չունեմ, չգիտեմ ոնց արդարանամ, ամեն դեպքում իմ հանդեպ կասկածը ոչ մի կերպ չհիմնավորվեց, իմ համար դա էր կասկածելի, երբ որ հիմնավորում դրան չկար, այլ ուղղակի ես այս անգամ խաղում եմ Քրիստինայի հետ, բայց տեխնացությունս դնում եմ Եվային, բա պատճառը որն է, զուտ որտեվ Եվան սկզբում կասկածել էր Հայկի վրա։ Դե իտեմ է ասում, զգում եք Նարեկը ոնց է հետս ֆլիրտ անում, ես ներսն էլ ասեցի։ Ներս եկավ։ Նարեկը դες ֆլիրտ անում։ Նարեկը կարմիր է, որտեվ
ներս եկավ ինչ շփոթի։ Խրացի ես որ ասում։ Բացի Եվայից այլ տեխնատություն։ Ես առաջարկում եմ քոնը որպես այլընտրանք։ Հեղնարի տեխնատությունը ոնց բաց է։ Ես կարելի է հակված եմ, բայց Եվային ամեն դեպքում ասեմ էլի, դու կամ մրսում ես, կամ լարված ես, կամ դու ամենալարվածը ես իմ համար։ Չգիտեմ, սեղանի վրա ամենալարվածը ես, բայց դու ես իմ համար։ Նայ, ես Okay։ Երեք տարբեր մրսում։ Մի րոպե, եթե հիմա Եվան դուրս եկավ ու խաղը չավարտվեց, դա նշանակում է, որ կա սև։ Ուրեմն դու ես։ Իհարկե, դա նշանակում է, որ կա սև։ Կարող ենք, չէ։ Կարող է։ Բայց նա դու ավելի վտանգավոր բանկ է։ Արամ ինչ որ մենք վստահ ենք, որ Վարդանը բաններ ստուգում։ Ես Արամը դուրս եկե որպես ենթադրում եմ, որ կողմից ասած էդի մի որտեղ ոչ մեկին ինքը շատ լարված է, որտեղ մի բան է։ Արամը Լուրջ, եթե այս խաղին թիկնապահ, եթե հանկարծ կա կարող է բացվի։ Հա, բայց իրոք ժամանակն է բացվելու արդեն։ Լավ, մյուսին թող։ Ինձ թվում է ուզում հասկանամ լագիչն է ինձ սպանելը թե չէ, ես գիշեր ես կմեռնեմ թե չէ։ Եթե դու մեռաս։ Ես մի հատ արգումենտ ունեմ, որտեղ դրան հələ որ հակափաստարկ չեղավ, որ Վարդանը կռացավ, ինձ ասեց, ես գիտեմ Բայց այդ ժամանակ ստուդիաներ ես հիշում եմ, որ ինքը հիմա է, չէ, ես գիշեր։ Իսկ խոսակցությունը քո վրա ինքը տարել էր, որ քեզ հավատում, այդ ես չեմ ֆիքսեզ։ Իմ մասին չի խոսացել ընթացքում։ Հենց դա էլ խանգարող, որտեղ թե վստահ ես, որ ինքը բան է, ինչ որ ձև դիսես բայց խիտ է առաջի գիշեր մի անգամից ասել ես հավատում եմ Նարեկին, շատ ականաչ չէ ծակի։ Մենք ոնց օրինակ ինչ որ sense ասում ես թիմ էլի եւ այլն գոնե կասկածանքների առումով ինչ որ լավ, եկեք քննարկենք։ Ավելի սեր։ Մի վախեցի Եվա, դու վախենում ես Եվա եւ Հեղնար։ Ով է կողմ։ Որ վախենում եմ։ Ով է կողմ, որ խաղը լքի Եվան։ Միաձայն Եվան լքում է խաղը, Եվա ձեր վերջին խոսքը եւ բացեք ձեր քարտը։ Մարալիկում իմ հետ ոչ ոք նման կերպ չէր վարվում։ Եթե դու ասում եմ մրսում եմ Նարեկ, գոնե վերջդ հանես 10 տականա։ Ես Եվան դուրս է գալիս, շնորհակալություն Եվան։ Մի վարքան, այս գիշեր մեկը մեռնելու է, ու տակը մնալու է 3 հոգի։ Եթե թիկնապահու ինչ-որ բան չբացվեց, օքեյ։ Եվան, եթե կարմիր, եթե ինչ-որ բաներ կասես, չէ։ Եթե դու Եթե հայ կլինի։ Սաղասաղին կասկածել ենք է սա ուղղակի։ Զգուշացեք, դռները բացվում են։ Կարմիրների թիվը պակասում է եւ հիմա եւս կպակասի։ Այսպիսին է կյանքը սևերի։ Սևերը դեռ փայլուն խաղ են տանում։ Տեսնենք թե վերջը ինչ կլինի։ Սիրելի Թիկնապա, արթնացեք Թիկնապա։ Ում եք ուզում փրկել Թիկնապա։ Օ, շնորհակալություն։ Սիրելի Թաղային։ Ստուգեք։ Այո։ Թաղայինն էլ արեց իր գործը։ Չգիտեմ ում վստահ եմ։ Ու չգիտեմ ում կասկածեմ, որտեղ բոլորին եմ կասկածում։ Ես վստահ էի նախորդ խոսակցության ժամանակ, որ Եվան սև է, եթե Եվան սև չէ, ուրեմն Հայկն է, չգիտեմ։ Սենց է, եթե ես չմեռա, Կրիստինան է, եթե Շալունցը չմեռավ, Հայկն է, եթե Հայկը չմեռավ, Շալունցն է, Կրիստինան էլ դժվար մեռնի։ Սևն է դուրս գալի որսի, այսինքն սպանությանը։ Սևը դուրս է գալի սպանությանը, ով է լինելու զոհը սևի։ Քիչ են մնացել նրանք, բայց դեռ սևը ունի մտածելու բան։ Եկավ ինձ հանելու։ Նարեկին կսպանեն հիմա, ինձ չեն սպանի։ Որ հայ կլինի, այդքան պորս դեմքով ոնց կարելի է ստել։ Ում է ուզում վերացնել սևը, ում է ուզում վերացնել։ Շատ բարի, այսպիսի, Հայլ, սևի կողմից։ Մեկը գնաց, ես ողջ եմ։ Աղբյուրը ցամաքեց, դարձավ անհեղնար։ Եթե դու ես։ Եթե Հայկը սևը։ Ես չգիտեմ ինչ եմ անելու, բայց ես վստահ եմ, որ Հայկը դրա մեջ է։ Հայկը հաստատ սևը։ Ինչի՞ սպանում։ Սա շատ կանացի էր, որ ամեն ինչ պրծնում է հետո են ասում ինչեր էլ է իրականը, կարեք չեմ քիչ շուտ ասեիք, որ Հայկը սև է։
Զգուշացեք, դռները բացվում են։ Հեղնարը գնաց, մնացիք 3-ով։ Սկսենք։ Իսկ թվում է եթե խաղի մեջ կա Գեղեցիկ եւ սիմետրիկ է կամերան նստած։ Ասա ես էլ ասեմ։ Եթե խաղի մեջ կա թաղային ու թիկնապահ, պետքա բացի, որովհետեւ ինձ թվում է Ինձ թվում է ամեն դեպքում մեկը Վարդանն մեկն էլ կամ Արամը, նայ, դու ընթացքում դուրս է եկել բանի վրա, հեղնարի վրա, սա ընթացքում, եթե ինքը դուրս չգար, ես կմտածեի դու ես, որտեվ կթողեիր, որ շարունակեիր իր վրա անել։ Ես դուրս չէի գա։ Ես ինչն եմ խնդիրը, որ ստուգաշ չի, բայց դու շատ ցենց վստահ ես, որ դες արգումենտը չեմ ընկան, որտեվ ես գիտեի ինքը ինձ չի հանել, մի հատ ասեմ էլի։ Ես ասեմ, եթե չի դրան հակառակ ինչ-որ մեկ ինչ-որ բան չասեց, ես շարունակում դրանով գնալ, որտեվ ուրիշ չունեմ ուղղակի։ Սենց ասեմ, ինձ թվում է Նարեկը սև է, ինքը ինձ չի հանել, որ այս անգամ համոզի, որ ես սև եմ ու ինքը հաղթի։ Ինձ թվում է լրիվ նույն տրամաբանությամբ ինքն է, որտեվ անցած սա խաղի ընթացքում Հայք մտածեք։ Ոչ։ Ես քո հետ եմ ֆուլ խաղում, ինքը անցած խաղի կեսից հասկացա, որ հեսա մեկը գնալու է մնան գերեքում ու սկսեմ հեղնարը խիրան սևացրեց, հետո կարմիր։ Ինձ թվում է հեղնարը պրոստոց շատ է էքսպրեսիվ խաղաց ու տենց պահի տակ սոտվեց հետ եկա։ Հեղնարը կարմիր է, չէ՞, այսինքն Ես վստահ եմ, որ խափում եմ։ Օրո, սենց ասա, ես հիմա առանց նույնիսկ չեմ մտածում դնում եմ Կրիստինայի թեկնածությունը։ Կրիստինայի թեկնածությունը ընդունված է, Նարեկի թեկնածությունը։ Ես հալալակ ես, բայց հաստատ Նարեկն է։ Պարզվի ես եմ։ Չէ, հաստատ Նարեկն է։ Նա ես 100% ասում եմ։ Այդ արգումենտը մենք չենք լսել, ինքը իրանով լսել է, եկել ասում է ինձ ստուգել է։ Այ քեզ բանա մենք չի չենք լսել։ Ես սուտ հորին է, Ես ըստ ինձ որ չի բերե անկեղծ չեմ ջողոնց կա խաղի վերջնա ոչ չունենք ոչ մի բան չունենք տիկնապահ ունենք գրակելով ընդհանրապես այո բայց որ դու եղար հայ ես չգիտեմ կարեք իմ տեխնացիոնը առաջադրեք չէ ես Նարեկին հաստատ որտեվ ըստ տրամաբանության ինքը ինձ չհանեց որ գցի վրա ես հաղթի այսինքն խաղի ելքը որոշում է խոսել ես նախորդ Հայկը Բերլինից եկած հայ այս առավոտը Կարճ կապենք Ստեղ թեժա կներեք Կարճ կապենք Նարեկն ինքը խոսացել է անցած ամբողջ խաղի Ես քո կապած միակ արգումենտը դա որ սենց եւ այլն ու հիմա կրվելու ես Էդի մենակ ինքն է լսել Սկզբում սևաց արունը չկարմիր է սկզբում սևացրեց քեզ հետո տարավ կարմիրի դաշտ Ես սև եմ հանել ասում է սև ես ես սև կհանեի Աբրահամի Բայց նայ Աբրահամի кейս ամենախնդալուն է որովհետեւ սաղից քվեարկել ենք ու ավտոմատ կերպով ոնց որ Չէ բայց սկզբում առաջին օրվանից էլ ասել եմ որ ինքը աչը քաշած ապրում է որ չնկատվի Ունենք երկու տեխնացու Նարեկ եւ Կրիստինա Նարեկ դու ես ոնց սև կաս տենց որ խաղալքի Նարեկը Հայկն Ով է կողմ, որ խաղալքի Նարեկը Հայկը լինի Երեխեք ջան, երկու տեխնացիոն ունենք, ոնց որ դուք գրվեցիք Ով է կողմ, որ խաղալքի Կրիստինան Այո, Կրիստինա, ձեր քարտը ցույց տա Փառահեղ հաղթանակ շնորհակալ եմ Ապրես շատ Ո՞վ է սևը Հայկը Ո՞վ է սովը Հայկ չէ Հայկը թե Նարեկը Հայկ ապրես հալալա Չէ ուզում Հալալա շատ հալալա Բաց հələ պետք է ներ սա Հələ չեմ հավատում մի րոպե Հանեմ Հա Հայկ ապրես Սևերը հաղթեցին եւ Հայկը կարողացավ բոլորին բայց հավաքել շալունցի վրա բրթե հետո իրան հանել Ինչը սա տենց էի անում Արամն էին ադու արեցի հանեցի ոնց որ եկա ասի խոսացի գնացի հանեցի շալունց Շատ խելացի խաղացել ես Ոայ ես Եվան կջոգի դրա համար հանեցի Ես ասում եմ եթե Հայկն ա եղել ասում եմ եթե Շարակալություն դուրս են գալիս Պարտված կարմիրներ դուրս են գալի Եվ չէ Պարտված կարմիրները եւ հաղթած սևը դուրս են գալիս Առաջին խաղը ավարտվեց եւ սևերը ջախ-ջախիչ հաղթանակ տարան, որովհետեւ մինչեւ վերջ ոչ մեկ չէր մտածում, որ դա կարող է լինել բերլինցի Հայկը։ Հայկը բոլորին խաղեց առանց գերմաներեն լեզու օգտագործելու եւ առանց գերմաներեն կամ գերմանական փիլիսոփաներ ցիտելու։ Այսպես ստացվեց առաջին խաղում, ինչ կլինի երկրորդում, շուտով կիմանանք, մնացեք մեզ հետ։ Մոնք 3 YouTube-յան ալիքում
Գետնանցում 2 ֆիլմի նկարահանումն է։ Բանենք ձեռը, գորան գետնանցում։ Ծափարենք Գետնանցում։ Ահա, բարձա։ Նախ եկեք ծափարենք սև խաղացողներին։ Սև խաղացողին, լավ, սև խաղացողին։ Աբրահամը ամեն ինչ շատ լավ էր մտածել։ Ապրի Աբրահամը։ Սևերը հաղթեցին եւ հաշիվը 1-0 է։ Կարմիրները ռևանշի հնարավորություն ունեն կամ էլ կարող է կրկնվել սև պատմությունը, այսինքն 2-0 հաշվով սևերը ջախջախիչ իսկապես հաղթանակ տանեն կարմիրների նկատմամբ ունեցել ենք այդպիսի դեպքեր մաֆիադորում, ունեցել ենք նաեւ հակառակը, երբ որ կարմիրներն են 2 անգամ անդմեջ կրել Ունեցել ենք տարբերակներ 1-1, ունեցել ենք մի անգամ, որ սև խաղացողը նորից սև խաղացող է եղել։ Չէ, չեմ ուզում, անկեղծ չեմ ուզում։ Աբրամը կարալի է։ 0-0-ով չի, խաղաքարտերը կույր են, եւ անհասկանալի է, ով ինչ խաղ Աբրամ, հել դու քեզ խփի արա։ Բայց հիմա համաձայնում եք, որ էլ ավելի լավ եք իրեր ճանաչում, գիտեք ով է լրում։ Գիտեք լավ է թե վատ։ Գիտենք սաղը ստական ենք։ Հատկապես դու։ Գլխին կա կասկա, բոլորս գիտենք։ Լավ, հիմա եւ այն չենք հանում մի անգամից, չգիտես ինչու։ Ինչ։ Ասում եւ այն չենք հանում մի անգամից, ֆլիրտ չենք անում եւ այն։ Չէ, դա կարելի է։ Ֆլիրտ անում ենք եւ այն։ Բաժանում եմ ձեր ծրարները։ Ֆլիրտ մի հատ եւ խնդրում եմ հետ հաշվարկով իրար հետ միաժամանակ։ Հիշեցնեմ, որ այս խաղի ընթացքում գետնանցում։ Ուգա, չագա չեն բացում։ Քարտերը, գնացողները չեն բացում։ Ավելի բարդ։ Դուք տեսնում եք։ Սև ծրար եք բոլորս։ Սև ծրար եմ ընկել։ Ինձ թվում։ Կոկատունը սխալ բան էլի։ Կարմիր։ Խնդրում կարմիր։ Վայ, ոչ սև։ Սմա հայկի մոտ եթե սև լինի բաց այդ ցույց Ուշադիր։ Ես հաստատ դեպքից կզգաք։ 3, 2, 1 Ով լարվել, Աբրամ լարվել ես։ Բացած։ Շալո։ Նոելի համա։ Չէ, կայելեմ ինձ կխփեմ։ Խնդրում եմ առաջինը թիկնապահինց պաշտպանի, աղաչում եմ։ Չի լինի տես։ Զգուշացեք, դռները բացվում են։ Շատ ակտիվ սկսեցին երկրորդ խաղը եւ կարծես թե գետնանցում 2-ը լինելու է ել ավելի հետաքրքիր, քան գետնանցում առաջինը, միշտ այդպես է։ Տեսնենք թե իսկապես սա տրամաբանական է եւ հենց այդպես է թե ոչ տրամաբանական է, թե ոչ տրամաբանական է եւ այդպես չէ։ Հիմա կծանոթանանք, որովհետեւ ես հույսով եմ, որ ամեն ինչ փոխվել է, թիկնապահը ուրիշն է, թաղայինը ուրիշն է, սևերը ուրիշն են։ Բայց մաներ կան, որոնք որ կոնստանտ են մնում եւ անփոփոխ են։ Ես անկեղծ ուզում եի գոնե երկրորդ սևը գնայի, հետո գնայի սևը, այժմ ես էլի կարմիր ընկա, չէի ուզում եւ այլն, բայց չէ, էլի կարմիրը։ Boy։ Ես այս անգամ թիկնապահն եմ, շատ ողջավորված եմ, չգիտեմ դեռ ում եմ պաշտպանելու։ Պաշտպանիր դու մեզ, մեր սիրելի թիկնապահ։ Լավ, ոչ թիկնապահ եմ, ոչ չգիտեմ ինչ է։ Սևեր, ես էլ ինձ եմ խփել սկզբից։ Մոնք 3-ին պետք է բաժանորդագրվել եւ հերթական անգամ ասում եմ ձեզ, որ ով բաժանորդագրվում է, ել ավելի երկար է ապրում։ Մենք ունենք հետաքրքիր ծրագրեր մեր YouTube-յան ալիքում եւ իսկապես դա շատ լավ YouTube-յան ալիք է։ Ասում եմ ոչ միայն նրա պատճառով, որ մենք ենք դա անում, այլ իսկապես մարդիկ կողքից ինձ ասել են, որ թույն բան եք անում։ Բաժանորդագրվեք, խորհուրդ եմ տալիս։ Իսկ հիմա ծանոթանանք մեր այսօրվա խաղի երկրորդ խաղի հերոսներին գլխավոր։ Սիրելի թիկնապահ, խնդրում եմ բացվել եւ արտահայտվել։ Գոնե թաթիկով անել, որ ես հասկանամ, որ դուք եք։ Ահա, թիկնապահը, հիշեցնեմ թիկնապահին իր գործունեությունը ամեն գիշեր ինչ որ մեկին փրկում է, մեկ անգամ կարող է փրկել նաեւ ինքը իրեն։ Շատ բարի։ Թիկնապահի հետ ծանոթացանք,
խորհրդավոր էր թիկնապան, ով է թաղային այս խաղի։ Սիրելի թաղային։ Ահա, սիրելի թաղայինը դուրս է գալու, պարբերաբար գիշերը մեկ անգամ եւ փորձելու է ստուգել խաղացողներին, պետք է ուշադիր լինի։ Ահա, ծանոթացանք եւ թաղայինի հետ, եւ թիկնապայի հետ, իսկ հիմա ծանոթանանք սևերի հետ։ Մամ ջան, պապ ջան, բարև ձեզ։ Հայկը անտանելի է, պետք է իրան ստուգել, նոր իր հետ խաղալ։ Որտեղ իրոք փուրն եմ գնալու էլի, ու միած ստուգելու հնարավորություն է, հեսա բան կանեն, անիչա չեմ կարա, կսպանեն դից մի խոսքով։ Սևեր, դուրս եկեք խնդրում եմ հասկանանք ով են այս խաղի սևերը։ Եվ, ահա, տեսակ իրար, տեսակ և հասկացակ։ Պարզ է ամեն ինչ, թիկնապահը պարզ է, թաղայինը պարզ է, սևերը պարզ են, և պարզ է, որ պետք է բաժանորդագրվել մոնք 3 YouTube-յան ալիքին, ով որ չի բաժանորդագրվում, կարմայից մինուս ենք անում, մինուս в կարմու։ Բաժանորդագրվեք, զգուշացեք, դռները բացվում են։ Բարի լույս։ Ես արդեն գիտեմ, ով է թիկնապահը, ով է թաղայինը, ովքեր են սևերը գիտեմ անգամ, բայց ձեզ ոչինչ չեմ ասի, որ խաղը լինի էլ ավելի հետաքրքիր։ Կարող եք սկսել, խնդրեմ։ Կներես, բայց ես քեզ չեմ կարող հավատալ։ Չէ, ուզում ասեի, դե ինչ ուզում սկսեի, որտեվ բարեբախտաբար ես Կարմիր եմ եւ ես իմ սիրը, չէ, օքեյ, դե ինչ ուզում ես։ Ինչ ասեց։ Երմի ասում։ Ես գիտեմ, որ հավանականությունը բավականին մեծ է, որ հենց առաջինը ինձ կհանեն, որովհետեւ մնացած խաղը բանանում։ Ես իրոք խնդրում թիկնապահին։ Որովհետեւ ինչ։ Նախորդ խաղից ելնելով, այսինքն իներցիան տարածվելու է, որտեղ շորտ էս արձագանքում են ուզում։ Քանի։ Քշացի ինձ դուր կներեք։ Ասա ինչ է։ Ու կուզենամ, որ գոնե այս գիշեր թիկնապահը ինձ փրկի, որովհետև ես գիտեմ, որ հավանականությունը բավականին մեծ է, որ հենց ինձ են թիրախավորելու։ Այսքանը։ Իմ համար, որտեվ առաջին որպես Կարմիր խաղացող ես միանգամից լարված մարդկանց եմ նայում, Շալունց ահավոր լարված ես իմ համար, Նարեկը ահավոր լարված է իմ համար։ Այս որպես երկու մարդիկ, ովքեր sense դուրս են եկել ու բացարձակ իմ համար sense ոչ իրանց ամպլոյեն ոնց որ անցած անգամ։ Դուրս են եկել եւ լարվել են։ Այո, ու չկա նույն ոգևորվածությունը, ամեն ինչը կար նախորդ խաղում։ Դրա համար sense որպես երկու թիրախային մարդիկ ու սպասեմ դեր արդարացումներին։ Ես սկսեմ։ Ես փաստորեն իմ նախորդ խաղի ոգևորվածությունը իմ դեմ դուրս եկավ, հիմա փորձում եմ ավելի խելացի զգուշ խոսել, որ հանկարծ ես այս անգամ փորձում եմ ավելի զգուշ լինել ու նախ սխալ ընտրություններ չանել մեկ, բայց ես միևնույնն է Կարմիր եմ, ես ասում եմ այն կարմիրներին, ես շատ եմ ուզում, որ Եվայի հետ խաղամ, վստահ լինեմ, որ Եվան կարմիր է, դրա համար ես կխնդրեմ ստուգվի Եվան իմ հետ ֆլիրտ։ Այս շաբաթ, այս գիշեր ստուգվի Եվան, որովհետև Եվայի հետ խաղալը շատ վստահելի է լինում, այս նախորդ խաղը հաշվի առնելով։ Ու ինչ որ ձևով դա ցույց տա կամ չնայած Հայկին շատ Հայկը ինքն արդեն էլ չեմ վստահում Հայկին նախորդ խաղը հիմա մտածում կարա ինքը սեր լինի ու սենց փորձի ասես չէ որ եթե ես կարմիր լինեմ ես շատ ակտիվ եմ խաղում հիմա կարաս դու ինքն խելացի լինես նա եթե քո ծեորիան վերցնես դու հենց դու ես կոդեմ ես խոսում որտեվ դու կայնեցիր ասիր նախորդ խաղի իմ սխալը չկրկնելու համար ես ավելի պասիվ դրա համար հիմա դու շատ սենց հենց հիմա շատ բայց առաջ խաղը շատ է խանգարում եկեք փաստա արձանագրենք դու ինչ ես ասա դու չես խաղացել Չէ, ես հետո ոչ ես խաղացել։ Ինքը երկար տեսել է այդ ամենը։ Ես ավելի շատ կողքից տեսել եմ։ Ինքն իրան թաղային է ներկայացնում, ուզում հասկանամ ինչի։ Նա հեղինակություն է միգուցե թաղային։ Հեղինակություն որտեղ է դա կատակ էր լա։ Բայց ինչ է իրան ձեր տալիս, որ ինքը ասի ով է թաղային։ Դե կարմիր է։ Բաշնաբաշ։ Ինչ է։ Տենց։ Ինքը ասեց որ կարա սև լինի, բայց դու գարանտիա խոսան բոլորը էլի, որովհետև ես էլի դուք չեք խոսում, իմ համար այս անգամ կարմիր է։ Ժողովուրդ, ես իրան իմանալով, ես ասեմ, ինձ կարմիր է, լրջոկամ, հաստատ ինքը բան չի, սև չի։ Վարդան ջան, դու ինչ ունես ասելու։ Ես երկու բան ֆիքսեցի։ Նախ մի անգամից որ պաշտպանողական բան նկատեցի, ինչի պաշտպանվել, Նարեկը ինչ որ ոչ մի արձագանք չտվեց, օրինակ Հայկի ասացին, բայց ես սպասում հերթս գա։ Հերթով չի, չես հասկացել։ Նարեկ, տեսել եք ֆիքսում, թե ուզում ես քեզ լսեմ, պետք է ժամանակի հետ
Քայլես։ Ուրեմն դեսուս։ Չէ, այդ պաշտպանողական բանը ինչ որ չափով զգացի, բայց հələ կուզեմ լսեմ։ Նա եթե ինքը սև է, իրան ձեռա տալիս, որ ինքը հիմա ինչ խոսում է։ Սա կմեկնաբանեմ, դու խոսես, ասեմ։ Չէ, թող Նարեկը խոսա։ Շնորհակալություն։ Ես ոչ թե ուզում եի արդարանայի հայկացից հետո, այլ քանի որ ինքը անունս տվեց, ավտոմատ ֆոկուս եկավ իմ վրա։ Ես էլի կարմիր եմ, ես ուզում եի լինեի սև, հետո նայ ասեի, ով ոչ ես կարմիր եմ, չգիտեմ, լարվածություն, եսին վրա տարբերություն չեմ նկատում, ինձ թվում է չի էլ նկատում։ Ես քո վրա եմ տարբերություն ճիշտ ասած նկատում, բայց հələ հա, ես կարմիր եմ, էլի կարմիր եմ։ Ինձ հետաքրքրն է Արամը, որտեվ Արամին պետք է բացահայտենք մենք։ Արամը չբացահայտվում առաջի խաղմեջ։ Կամ էլ միանգամից էլի սպանենք։ Իրականում շատ դժվար է հիմա ասելով, հա։ Պրոստը գիտեմ որ առաջի խաղը իրական խանգարեց, մի քիչ դու ավելի ուրիշ։ Հա, ես ընդունում եմ որ բայց ես ուզում եմ բանանում, այս ձևով մնացածը չեմ կարող ասեմ իրականում։ Ասա։ Խաղը ավելի ճիշտ հունով գնալու համար կարա ինձ էլ ստուգի այս գիշեր։ Ես խնդրում եմ երևի թե որ ավելի ոնց որ ճիշտ լինի, թող ինձ ստուգի։ Եթե որոշի, որ ինձ չի ստուգում, ինձ հավատում է այս պահին, որտեղ ես ինչ որ ձևով փորձում եմ հասկացնել, որ ոնց որ դա կարա նաև կորցնի, թող ստուգի կամ էլ Եվային, կամ ինձ կամ Եվային։ Եվան ինչ կապ ունի։ Որովհետև Եվան ու որովհետև Եվան հաշվի առնելով ես ինչքան եմ փորձել արդանում միշտ։ Եվա Խոսեք։ Կարծում եմ Եվան այնքան լավ է ճանաչում Հայկին, որ Հայկը ուժեղ խաղացող լինելով, հիմա դու կարաս ուղղորդես, չգիտեմ, ինչ որ ձևով։ Չէ, առաջին բանից ասում էր, որ Հայկը կասկածելի է։ Իրականում հա, առաջին խաղից ես ասեցի, ինձ ոչ ոք չլսեց, բայց ոչինչ, հիմա կնոջ խոսքով է լսում, եկեք անկեղծ լինենք, սեքսիստական բան է սա։ Իմ նման պոդկաբլուչնիկները, մի ասեք ինձ, ես միշտ իմ կորոջը լսում եմ, միշտ, կարևոր չի անում եմ թե չէ, բայց լսում եմ ուշադիր ինչ ասում։ Ապրեք, հեղները իմ համար այո տարօրինակ է թվում, որ ինձ պաշտպանում է, որովհետև չգիտեմ, ոչ մի բան չեմ արել էլի, որ ինձ պաշտպանես։ Պաշտպանում ես քեզ, ես ուզում եմ քեզ ստուգեն գիշերը, ոչ։ Դու ասեցիր Եվայի հետ կուզեմ խաղամ, ինքը լավ է խաղում։ Ի՞նչն է լավ։ Բայց իրոք քեզ ուզում որ ստուգեն ու խաղաս իր հետ։ Որն է լոգիկան։ Որովհետև ճիշտ է թիմ հավաքել խաղալու ընթացքում, ես կարմիր լինելով, ես ուզում եմ վստահ լինեմ։ Հայկ խանդի տեսաններ մի սարքի թող։ Ես ուզում եմ թիմ չեմ կարող հավաքիկ թիմը տեսան, հավաքել էի գրվան։ Լավ, իսկ թվում է որ այս ուտյակը իդեալական անիմաստ խոսալու նախարարության աշխատողներուց։ Մեծ ուտյակն է սա։ Անիմաստ։ Ջուր ծեծելու կոմիտեից ոնց որ լինի։ Դատարկ խոսակցությունների վարչությունից։ Տիկնապահը թո պաշտպանին, շնորհակալություն։ Չէ, թո բան։ Տիկնապահը պաշտպանին։ Մեկը խոսում է, անիմաստ խոսակցությունները շարունակվում են։ Զգուշացեք, դռները բացվում են։ Լինում են խաղեր, երբ որ երկրորդ խաղին շատ է խանգարում առաջին խաղի շողկը, մեծ շող կաղած և նրանք դեռ առաջին խաղի տակ են մնացել, բայց չէ որ սա խաղ է և սկսում է 0-ից, պետք է ամեն ինչ մոռանալ և սկսել նորից դրամաբանել, հասկանալ, հաշվարկել, լսել, ժամանակին խոսել, ժամանակին ակտիվանալ, ժամանակին կարողանալ լռել, արի ու տես որ կարծես թե այս խաղացողների մոտ դա չի ստացվում, բայց միգուցե դա իմ անհասկանալի մտքերն են։ Հիմա տեսնենք, թե ինչ են մտածում խաղացողները և կարող է, որ շատ ավելի լավ է ամեն ինչ լինելու, քան ես ինձ պատկերացնում եմ։ Ասենք Շահալիմց ջան, դու ինչ ես ուզում Եվայի հետ խաղաս, որ ասում ես թող Եվային ստուգեն։ Ստուգելու եմ, չեմ ստուգելու, պաշտպանելու եմ Հայկին, ասեմ ինչի, որտեղ նախ իմ Հայկն է, հետո Հայկը խաղը հետաքրքիր է դարձնում։ Համոզված եմ ես, ինձ են կրակելու տիկնապահը, չի պաշտպանելու պրոցեսը, փուստ եմ գնալու եմ սառ եմ, սատկեմ, խաղը վարի տամ։ Սիրելի տիկնապահ, ում եք ուզում փրկել այս գիշեր։ Սիրելի տիկնապահ, խորն է քնե տիկնապան։ Տիկնապահ, ում եք ուզում փրկել։ Տիկնապահը կատարեց իր առաքելությունը և փրկեց խաղացողին, տեսնենք, թե համամիտ են տիկնապահից սևերը թե չէ, դա է կարևոր։ Սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել։ Ում է ուզում ստուգել թաղայինը։
Իմ լուքը չարդարացրեց իրան։ Ես երկու անգամ էլ կարմիր էի։ Կամ կարող է ինձ էլի թողեն միջը վերջ խաղա, էլի չհասկանամ ով է։ Սևեր, դուրս եկեք որսի։ Մի մոռացեք ձեր հետ վերցնել ձեր զենքերը եւ ով է առաջին զոհը։ Կարմիր լույս, կարմիր լույս։ Եկեք, զգում եմ մոտենում է Չարիքը, մոտենում է, մամ ջան, պապ ջան, հեսա գալիս են։ Ինակ ես չունեմ, սպանեք էլ ինձ։ Թողեք խաղամ։ Էլի ես։ Հեղնական, աստետ։ Խենք ինձ խփում։ Շատ մոտիկ տեղից մարդ սպանին։ Ես չեմ ամատ։ Խեղճ արամ, նորից խաղը պետք է YouTube-ով դիտի։ Monk 3 YouTube անալիքով, որտև նրան հերթական անգամ առաջինը, չգիտես ինչու, հեռացրի։ Ճակատագիր։ Ինչի իրան։ Բայց խնդալու է էլի տենց։ Կխնդալ երևի։ Զգուշացեք, դռները բացվում են։ Դե ինչ, փաստորեն Հայկը ամենաերջանիկ մարդն է, Արամը ամենա ոչ երջանիկ։ Կամ կարողա վռազել, ինքնասպաներով գնաց։ Ինձ թվում է, որ նույն մարդիկ են սևերը։ Նույն ձևի, խաղը սկսել է նույն ձև։ Իրոք շատ Հեղնարը շատ ակտիվ էր, Արամին վերացրեցին։ Մի հատ հարց ունեմ։ Օրինաչափություն կա այս ամենում։ Օրինակ Հայկին Բժիշկ չկա մեր մոտ, թիկնապահը։ Անորտը։ Փրկած լինի, օրինակ Հայկին։ Այո։ Ու Սևերը Հայկին կրակեն ինքը փրկվի, հետո ուրիշի կրակում են, թե всё, ոչ։ Ռակաշետով։ Թե նկատի ունեմ հետո երկրորդ փուլ։ Ոչ։ Եթե թաղին, եթե թիկնապահը փրկել է Հայկին, բայց կրակել են Արամին, Արամը մահանում է։ Իսկ Հայկը այլևս չի փրկվում։ Ինձ էլ չեն կարա փրկել, եթե փրկել են։ Հա, հասկացա։ Կարանք քննարկումը սկսենք։ Իհարկե, ես դրա համար եմ ստեղ նստած։ Միանշանակ հանում ենք հեղնարին, բացատրում լոգիկան։ Չէ, սպասեք, բացատրում լոգիկան։ Փորձեմ հավատամ քեզ Հայկ։ Շատ վատ է խաղում մեկ, շատ վատ է խաղում։ Ինքը սկզբում վերցնում է մի մարդու, որ ասում է, եկեք օրինակի համար խաղամ Եվայի հետ ստուգեն Եվային։ Ինքը չի ուզում, որ իրան ստուգեն, այսինքն նա եթե դու վստահ կարմիր ես, դու իր թմակիցն ես, դու մյուս սևն ես, հա ես ասում լոգիկան։ Ես խաղում եմ Եվայի հետ միանշանակ, որովհետև ես ասեմ ինչի բացատրում եմ։ Լավ բան ասում եւ այս անգամ։ Չեք թողում բացատրեմ, շատ վատ է խաղում, ես մարդ իր ուշադրությունը ամեն ձև ուզում ես շեղի։ Գերակտիվ եմ ասում եք դու բայց չեք մոռանում որ տեխնացություններ պետք է ներկայացնեք։ Ընդունեք հեղնարի տեխնացիոնը։ Այդ հարցը տալը ինչ որ այդ հարցը որ տվեց գլումովին, այսինքն այդ հարցից է որ չկա։ Այդ հարցից է մի կախվել, էլի դաժե այդ կար այդ հարցն է մի կողմ գնա, մեկ ինքը շատ վատ է խաղում։ Ինքը պրոստը ֆակտ, նայ, դու իրան ասում ես նայ քո ֆակտորները։ Մեկ, ինքը սկսում է արդարանալ, չի արդարանում։ Հետո ինքը սկսում է Եվային իր թիմ տանել։ Լավ չի որ դու իմ ասածը բանես Կարմիրը պիտի ցույց տա, ապացուցի որ ես կարմիր եմ, ես այդ փորձում եմ անեմ ու ինքը չի ասում մենակ ստուգեին։ Ինքը նավսյակի, դու բացացի սուս կմնա որպես մարդում հետ ամենաշատն են ուզում խաղալ Բոլորը թե սևերը թե կարմիրները այո Մի բան հաշվի առնելով անցած խաղը օրինակ մենք կարող ենք նաև սկսել նրանից խաղից հանել վատ խաղացողի օրինակ այս դեպքում հիմա էլի անցած անգամ պես չասեք Եվան բանաֆորցում հիշեք իմ հետ էի խաղում կարելի օրինակ Քրիստինային հանել որովհետև խաղացող է Եթե ակնհայտ կա ակնհայտ Քրիստինան ավելի շատ լուր խաղացող է կարծում եմ վիրավոր
Բայց ասենք ես ու Նարեկը իրար հետ հավասար վատ խաղացող ենք։ Չէ, նույն խաղացող, այսինքն Так, բացի Հեղնարի տեխնատությունից այլևս ուրիշ։ Ես կարծում այս ասացի մասին։ Ես sense ասեմ 50-50-ա։ Հեղնարը 50-50-ա, նենց ավելի շատ հայի կողմն է, բայց Իչունի արգումենտ իրադեն, խաղում մնալու իրան միակ արգումենտը նայեք։ Բոլորը նկատել են, որ Վարդանը լրիվ ուրիշ ձև է իրան սկսել պահել, չէ՞։ Իհարկե, Վարդանը նկատել են, նայ, իմ համար որ կներեք, էլի, այս երկուսից մեկն է սև, մյուսը սևը ինքն է։ Իրա բերած որի ոչ մի արգումենտ հիմնավոր չի։ Դեր երկուսից մեկն է սև ու միանշանակ սևը Հեղնարն է։ Իրա բերած ոչ մի արգումենտ հիմնավոր չի։ Երբ որ դու վստահ կարմիր խաղացող ես, ասում ես, այո, խնդրում եմ, թող ինձ ստուգեի թաղայինը, ես կզարթնեմ, թաղայինը թող հասկացնի, որ ես կարմիր խաղացող եմ, թիմ ձևավորենք։ Բայց այս մարդը այդ նախադասությունը չի ասում, դրա փոխարեն ասում է, ստոպ, ասում է, բայց եկեք Նավսյակի Եվային, որովհետև ես ուզում եմ Եվայի հետ խաղամ։ Վայ ինքը, այդ նույն տրամբանությամբ այդ նույն տրամբանությամբ Ես մենակ մի մտածում ունեմ հայը շատ է խոսում, այդ ինձի խանգարում է, անկեղծ, ես ուղղակի չեմ հավատում։ Եթե գտնում է ինձ հավատում, ատոստուգի Եվային, բան չկորցնի։ Եվան դա կարա հիշի, որովհետև հայկը խնդրում եմ հայկին ստուգեք անպայման, որ կանեմ քեզ այս sense է։ Որ դու սերլինես ցույց տալի, որ ասա հայկի մասին։ Շալոն, դու գիտես որ խաղից գնալու ես ու դու գիտես ինչ պատճառներով ես խաղից գնալու։ Եթե ես գնամ խաղից, երկու խաղ հետո խաղը ավարտվել է, որովհետև խաղում մնալու են երկու սև այդ Չի ավարտել օրխային ու ձեր քայլը շատ նայեք point ասեմ որ կներես որ շատ եմ խոսում այդ հարց տալը գիտես ինչի համար չի ուզում դրանից կախվել ուղղակի ինքն իրան ավելի շատ պալի տարեց բայց եկեք գանք այդ հարցից նայեք ինքն հարց տվեց էլի պարոն Դումովին հարցնում ասում է նայեք եթե հայկին որ փրկում է հետո կարան ուրիշ ինքը բան անեն որովհետև իրանք մտածել են հեսա Հեղնարս մտածել է որ ինքը բանը Opet du ինձ բես Ես դնում եմ հայկի տեխնատությունը, որովհետև ես առաջին խաղին քեզ հավատում էի, դու հիմա դնում եք հայկի տեխնատություն, դնում եք հայկի։ Դու ակնհայտ հայկ դու Ունեք երկու տեխնատություն, Հեղնար եւ հայկ։ Մի րոպե։ Բնականաբար Հեղնարը ասեց։ Բնականաբար եթե հայկը սև լիներ, չէր նստի, չէ՞, սենց ուղակի խելոք Պարզա չէ պիտի հակառակ ասեց, որ ես սև եմ լինում, ես շատ ինձ խելոք նստում եմ, չէ, հայկ։ Երեխեք շատ վատ է խաղում։ Ինքը նայեք, ինքը տրամաբան։ Լավ, թաղային եմ ստուգված սև է, всё, այդքան 2 ժամը հասկացնում եմ։ Հեսա ինձ կրակելու եմ մեկ այս գիշեր, չեմ հասնել, մյուսը երկուսից մեկն է։ Ստուգված սև է, խնդրեմ, ուրիշ թաղային ունենք, չունենք։ Հեսա հանենք։ Պրոֆա խաղում։ Պրոֆ չեմ խաղում, եթե հենց ինչ հասկացի ասի որ ինքն է։ Խնդրում եմ թող թաղայինը դուրս գա։ Ժորդ, ես ստուգել եմ իրան, ինքն է, եթե ավելի է, բայց եթե Արամը թաղային է։ Իսկ եթե արամներ ես թաղային եմ, ստուգել եմ ինքն է։ Ունենք երկու տեխնատություն, Հեղնար եւ հայկ։ Հիշեք խաղի վերջում, Ուրիշ տեխնատություններ կան։ Ես թաղային եմ, ստուգել եմ Հեղնային, ինձ ասել են սև խաղացող է։ Նայեք։ Հայկի թաղայինը նախորդ խաղը պրոյեկտում է։ Որպես կարմիր հանում են ինքը զգում է այդ փառքը։ Նախորդ խաղը պրոյեկտում է սրա վրա։ Տեխնատություն կա։ Չկա։ Կամ Արամն է եղել, կամ Արամներ կան։ Չի կարող այդքան զուգատիպի, որ Արամը երկորեսն իմ բանը լինի, Հեղնարն է հանում են։ Մյուսը ձեզ այնց երկուսից մեկն է, թե համաձայն կնեք, հավասար կանենք։ Ավելովա վարդ չեմ կարա ստուգեմ, եթե ֆայմովա կգա կկրակի։ Ով է կողմ, որ խաղից հեռանա։ Եթե ֆայմը կներեք, էլի։ Տեխնապահը թող հայկին, եթե չի փրկեն, սա նախորդը փրկել է, դրա համար Հեղնարենք ինչ չկրակեցին, գնացին Արամ։ Սևերը չգիտեն ով է ում փրկում։ Չի կարա, եթե գրակես փրկեն, ինքը չի կարելի Արամին բան անի։ Չէ, դու չես հասկացել։ Սևերը չգիտեն ով ումա փրկե դրա համար ոչ մեկ հիմա չի կարող ասել փրկեն չեն փրկվել բայց եթե չեք փրկե TikTok-ը ով է որ խաղը լքի Հեղնարը 4 ով է կողմ որ խաղը լքի մեր սիրելի հայկը 3 Հեղնար, ձեր վերջին խոսքը քարտը չեք բացում եւ գնում եք։ Սենց ասեմ, խաղի վերջում
դուք հասկանալու եք, որ Հայկը ձեզ ֆրցնում է։ Եթե երկրորդ անգամ դու ինձ ֆրցրել ես, դուք հասկանաք, որ պետք չի այտենց փակում ենք ապա։ Տիգնապա եթե չի փրկե ինձ փրկի եւ շնորհակալություն Հեղնարին, շնորհակալություն։ Որտեվ միանգամից տշեց Ոչ մեկ չգիտի ինչ գույնի խաղացող է Հեղնարը բացի ինձանից։ Նույնիսկ կուզեմ ինձ սպանեն, ես ֆրցնեմ այս ամեն։ Ներվատրոկա, չէ՞։ Արդու ֆակտ սև է, սա պոչես կարալու։ Բայց նայր գալու ինձ, եթե տիգնապան բան դռները բացվում են։ Բավականին շուտ բարձվեց թաղայինը, բայց տարբերակ չուներ ըստ երևույթի։ Բայց հիմա արդյոք սևը կսպանի նրան, թե ոչ, դենջումն է հարցը։ Տեսնենք, ամենան դեպս սկզբից տեսնենք, թե ում է պրկում մեր սիրելի տիգնապա։ Տիգնապա, ում եք պրկում այս գիշեր։ Մեկ անգամ չկարողացաք ոչ մեկին պրկել, պրկում եք այս հիանալի ազնվորությանը, շատ բարի։ Նարեկը պրկված է։ Սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել այս անգամ, սիրելի թաղային, ում եք ուզում ստուգել։ Ուղղակի շատ անկեղծ ու պարզ խաբում են։ Սրանից հետո երբեք կյանքում ոչ մի բանի խաղից դուրս նույնիսկ։ Որոսրեք ոչ մեկի չեմ հավատում սրանից։ Իմ համար ալաբուլայ է երևում Քրիստինան, որտեվ չգիտեմ։ Ալաբուլայ է երևում։ Կարծում եմ շալունցը սև չէր, որովհետև չեմ կարծում սև կլներ, իրան հանեցին միանգամից։ Տիգնապա թաղային 3 հատ կարմիր հորս արև։ Ինչ կատարվում։ Սևեր, սևեր արտնացեք։ Սևեր, սևեր, սևեր։ Շատ վատ խաղեր։ Էսևեր իրար դեմ էին տշում, եթե ինչ տենց բան չէի տեսել։ Վարդանը հել լավ տշեց շալունցի վրա։ Այ, շատ պրիմիտիվ էր, շատ։ Վերջ, առաջին գիշերն եք պրկված դուք։ Զգուշացեք, դռները բացվում են։ Կարող ենք խոսել։ Իհարկե Եվա, կարող եք խոսել։ Հիմա խանգարումներ չունեք կարծես խոսեք։ Վարդան, իսկ քո կարծիքն է հետաքրքիր, կասես ինչ ես կարծում։ Ես մի բանի վրա եմ ֆիքսվել, այսինքն Հայկի ասածը ճիշտ էր։ Ինքը թաղային էր, ինքը հանել էր, գտել էր սև խաղացող։ Չեմ ուզում խաղային որակավորումներ տալ, թե ով ոնց է խաղում, բայց դուք երկուսդ գնացիք ու Հայկին քվեարկեցիք։ Ուզեմ իմանամ ինչի չհավատացիք Հայկին ու Հեղնարին չանեցիք խաղից, այլ Հայկին։ Խնդրում եմ այդ մեկնաբանեք։ Ես կարծում եմ, եթե Հեղնարը սևն էր, Հայկը կարմիր, հաջորդ սևը դու ես։ Մեծ հավանականությամբ հաջորդ սևը դու ես։ Ես Հայկին ոչ Հայկին էի տենց վստահում, ոչ Հեղնարին, բայց կարծում եմ հաջորդ սևը դու ես։ Խի գնաց, Հեղնարին չքվեարկեցի։ Պաշտպանելու համար։ Այսինքն Հայկը ավելի սև է։ Հիմա Հայկը ասում ես թաղայինա գնացել։ Ես չգիտեմ Հայկը ինչ է գնացել, բայց եթե Հեղնարն էր սև, իմ կարծիքով ամենամեծ հավանականությամբ սևը դու ես։ Ինչի։ Լարվածությունից ու այս Եթե ես սև չեմ, ես կարմիր եմ։ Ես ռեալ կարմիր եմ։ Որովհետև Հայկը ասեց Հեղնարն է ու ասեց, որ ինքը բացահայտել է։ Հետո ասեց, որ երկուսից մեկին է։ Հիմա դու իմ համար կասկածելի ես, բայց ես ինչի իրան չհավատացի, որովհետև ես ուղղակի լրիվ չէի կարող իրան վստահել, այնց չի որ ուզում էի երկուսից մեկը դուրս գալ, դրա համար մտածում ես կասկածելի այդ պատճառով։ Ես ասեմ ինչ ես կասկածելի։ Հայկը ասեց, որ ինքը ինչ ոնց էին ասում, թաղայինն է, ասեց ձեր երկուսից մեկին է կասկածելի։ Բայց ինքը մի անգամ ասպոգե չի կարա։ Դեկեք երկուսից հավաս չէ։ Բայց իր խաղը փոխվել է ամեն դեպքում իմ համար։ Բայց այդտեղ Արամ Իմ համար Նարեկը կարմիր է։ Տեխնացություններ, անուններ խնդրում հնչեցրեք։ Չէ, ես կարմիր եմ հաստատ։ Ես եկեք Ես դնում եմ Վարդանն է։ կարելի է։ Դնում եմ Վարդանի։ Ես դնում եմ Վարդանի տեխնացիոնը ինչի համար։ Նախ ինքը հիմա բանը դառնում է
Շատ սուբյեկտիվ է իմ պատճառները իրան դնել։ Նախ ինքը խաղը փոխեց իր, այդ շատ ակնհայտ է, որ շատ ակտիվ դրայվի մեջ է մտել, կամ պրոստը դուր է եկել ես սկսել։ Բայց մի րոպե ասեմ, Մյուսը ինքը հիմա էլի բանը մտքի լիդերը ու դա ինձ շեղում է, որտեղ ես կասկածում եմ, չեմ ուզում։ Ինքը եթե հիմա գնան, այս չի ռիսկային է։ Շարլունց ես հավատում եմ, որ Սևա գնաց է։ Որ դու գնաց, ես ավելի հանգիստ պրոստը խամ, ես դրա համար ուզում եմ Ապա իրանք երկուսով բան արեցին։ Ես կարմիր շատ խառնված լինի սկզբանե Հայկի կողմից։ Վարդանի տեխնատությունը ընդունված է, եթե այլ ես Կրիստինային դնում եմ պատվետ, որովհետև իմ համար իրանք երկուսից մեկն է։ Կրիստինայի տեխնատությունը ընդունված է։ Դուրս գալիս ու ասում է ոնց որ իրանք երկուսով դեմ են գնում։ Այդ լոգիկան ոնց է բացը։ Խի օրինակ ես դու չեմ հասկանում։ Գտել գլորում եք մեր վրա։ Ես այս փուլում խաղում եմ Նարեկի հետ համաձայն եմ, որ Վարդանը սևոտ է երևում եւ ընդհանրապես չեմ կարողանում խաղամ հա վայ բայց ես ընդհանրապես չեմ կարողանում դուրս հասակացել խաղամ Եվան բժիշկ հետ բժիշկ տեղ չկա կա բժշկուհի կարար այո իմ համար ձեր երկուսի խաղն էլ սենց շատ անհասկանալի է բայց այս փուլում քոնը ավելի անհասկանալի է դրա համար կուզեմ դու հեռանաս հետո նոր կտեսնենք իրանց երկուսից Բարի ունենք երկու տեխնատություն Վարդան եւ Կրիստինե ով է կողմ որ խաղը լքի Վարդանը միաձայն Վարդան խաղը լքում եք հայո միաձայն այո եթե խաղը շարունակում է բնականաբար հա խաղը շարունակում է բնականաբար կարելի խաղացող է դա մենք սպասում ենք հայտարարություն դու տոպտին կգնա Սևը Եվան Նարեկը Այդ տղա մի հատ Սևա մնացել որ բացում եք մենք հաղթել ենք երեխեք ինձ թվում է Կարմիր խաղացող Դե որ բացում է ուրեմն Ինչ արեց Հա եթե երկու սև մնա սևերը կհաղթեն Օրո եթե դուք երկու սև եք մնաց Դուք եք սև Կարմիր խաղացող Ամիրոպե Շարլունցինը չբացեցեք թե Շարլունցի սևը Հա լավ Ես Եթե Այո Սև ահա Մի սև էլ կա Արա ես քեզ Ես տեցել զգացում եմ Վարդանը Ես ճանաչում եմ քեզ Հիմա հեղնարն է մեկել մյուս սևը That's it Իսկ եթե հեղնարն է Համոզված եք որ սև խաղացող է Այո որովհետև դուք սկսել եք կարտերը բացել Ինչ կապ ունի կարող է խաղ շարունակում ես իրավունք ունեմ բացելու Դե լավ Համոզված եք Այո 100% միանշանակ Եթե սա կարմիր քարտ է շատ իմ միատից ասեք եթե սա կարմիր քարտ է սևերը հաղթում են Հա միանշանակ այո Չէ, չեն կարող հաղթեն։ Մի օքեյ ասեցեք, չէ, չի հաղթեն։ Իսկ դա կիմանանք միայն գիշերվանից հետո։ Զգուշացեք, դռները բացվում են։ Գնում եք։ Չեք ասում։ Չեմ Չէ։ Ես մի սխալ եմ եկել։ Զգուշացեք, դռները բացվում են։ Բացվում են։ Բացվում են, եկեք նստեք։ Շնորհավորանքներս։ Դե բա ինչ։ Կարմիր թիմը հաղթեց, այո։ Եվ հատ խաղացողները հաղթեցին։ Մեկ հաշիվը եղավ, սևերը պարտվեցին այս անգամ։ Կարմիրները հաղթեցին, շնորհակալություն խաղի համար, կարող եք դուրս գալ։ Ու արայ։ Ձեզ էլ մերսի։ Շնորհակալություն։ Ավարտվեց հերթական ֆիլմի նկարահանումը, սա Monk 3 Production-ի կամ Monk 3 YouTube-յան ալիքի փաստորեն գետնանցում 2 ֆիլմի ավարտն էր։ Կարմիրները հաղթեցին, սևերը չկարողացան ցուցադրել այնպիսի պաշտպանություն, ինչպիսի պաշտպանություն ցուցադրեցին առաջին խաղում, որտեղ որ սևերը հաղթեցին 1-1
կարմիրները ընդդեմ սևերի։ Մնացեք մեզ հետ, բաժանորդագրվեք Monk 3 YouTube-յան ալիքին եւ խաղացեք Mafia Dor։